Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, ով Աստծո ժողովուրդ, որ կրկին մեզ այս Սուրբ Ծննդյան տոնից հետո իրականից շատերի սրտում, նորեկների սրտում ծնվավ Հիսուսը վկայությունով, քարոզչությունով, բժշկության հրաշքները Տերը ցույց տալով իրականից շատերը այս տոնի առիթով ծնվեցան եւ Քրիստոսի փառախը եկան ու գալիս են ընտանիքներ, անատներ եւ խմբեր։ Հիմա շնորհակալ եմ Տիրոջից, որ իրականից Աստված պահեց այս տոների ընթացքում հարբեցողությունից, մեղսալի գործերից մենք տոնը օգտագործեցինք Տիրոջ փառքի համար ու շատերին Տիրոջ խոսքը վկայեցինք ու շատերի էլ հասկացրեցինք, թե ինչ տոնի առիթով են հավաքվում, որ շատերը կերախումը կանեն ու չեն իմանա ինչի համար է։ Եվ հասկացրեցինք, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրհնյալ ծննդյան առիթով են հավաքվում, ամեն, ու շատերի սրտում ծնվեցավ Հիսուսը, շատերը վկայվեցան ու շատերն էլ արդեն փառախ գալու փափագներ ունեն։ Հիմա դու Տերը փառավորվի, այս տարվա առաջի քարոզն է ճշմարիտ սուրբերը եւ նրանց աստվածաշնչյան սուրբ գործերը։ Ինչպես գիտեք, անցած տարվա վերջի քարոզը աղանդավորների թեման էր, աղանդավորները եւ նրանց աստվածաշնչից շեղված պիղծ գործերով ավարտվավ նախ անցած տարին։ Դա Աստված այս տարվա մեջ շատ աղանդավորների կեղծ կրոնավոր գործեր ավարտվեն եւ այս առաջի քարոզը լսելով տաղանդավոր սուրբեր դառնան, ամեն։ Ուրեմն այսօրվա քարոզչության թեման, որ Տերն ա տվե եւ համարներն էլ հետն ա տվե, ընթերցում եմ ճշմարիտ սուրբերը եւ նրանց աստվածաշնչյան սուրբ գործերը։ Եվ այդ քարոզը հիմնավորող, այդ քարոզի բնաբանը հիմնավորող նաեւ համարները տվե սուրբ գրքից, որ մեզ լսող բոլոր քույրերն ու եղբայրները հալած յուղի պես չընդունեն բոլոր քարոզիչների քարոզները։ Ինձանից սկսած բոլորի քարոզները քննեք իրոք աստվածաշնչյան են։ Ու լավ լսեք սիրելի Աստծո ժողովուրդ, ինչպես նախորդ քարոզին որպես նախաբան խոսեցինք ովքեր են աղանդավորները եւ հասկացանք, որ մարդահնար օրենքներով Աստվածաշնչից դուրս հորինած օրենքներով Աստծուն մոտիկանալը աղանդավորություն եւ կրոնավորություն է։ Այդ եկեղեցին չի կարելի անվանել եկեղեցի։ Դրանք կրոնավոր կազմակերպություններ են, որոնք պատկանում են գազանին, կեղծ կրոնավոր հրեշին, որը շուտով կհայտնվի եւ բոլոր աշխարհը նրան կտեսնեն ու կույրերը անգամ նրան Քրիստոս կճանաչեն, ամեն, բայց ում աչքերը բաց է, նրան կայտարարեն, որ դա Քրիստոսը չի, հակա Քրիստոս կեղծ կրոնավոր սատանայի զավակն է, որը գրված է Աստվածաշնչում, որ պիտի շուտով գա ու մարդկանց մոլորեցնի ու դժոխ տանի։ Ուրեմն այսօրվա թեման հիմնավորող համարները։ Կուզեմ մեզ լսող քույրերն ու եղբայրները գրիչները ձեռքին առած գրեն այս համարները, որ դանդաղ կընթերցեմ, որ քարոզը լսելուց հետո մեհատ էլ բացեն իրենց աստվածաշնչներում նշումներ անեն ու հաստատվի, որ կրոնը ճշմարիտ քրիստոնեությունից կարողանան տարբերեն, ամեն։ Ուրեմն ճշմարիտ սուրբերը եւ նրանց աստվածաշնչյան սուրբ գործերը թեմայի մեջ Աստված բացատրում է, որ բոլոր դարաշրջանի սուրբերը Ադամից, Հաբելից սկսած մինչև Հովանեսի հայտնություն, բոլորը մեզ հորդորել են, որ սրբությունից սրբության գնանք։ Հին ուխտում կատարյալ սուրբեր չդարձան դրամար էլ հին ուխտում, բացի Սողոմոնից, ոչ մեկին Աստծո որդի չի անվանում Աստված։ Սողոմոնը Հիսուս Քրիստոսի խորհրդապատկերն ուներ, դրամար նրան ասավ նա իմ որդին կլինի։ Մնացածը Մովսեսով, Դավիթով բոլոր սուրբ մարգարեներին Աստծո ծառաները անվան է։ Իսկ նոր ուխտի յուրաքանչյուր ծնված Աստծո որդու սրբացած ու սուրբեր դառնալու պատրաստ եղողներին սուրբեր ու սուրբ Աստծո որդիներ համարում, ամեն։ Հիսուս Քրիստոսով սրբվածներին, սուրբեր ըլլալու կանչվածներին, որը գրված է առաջի Կորինթացիս 1:2-ում։ Ուրեմն ուշադիր եղեք բոլոր սուրբ եկեղեցիների միջից, սուրբ ոգին, այդ սուրբ եկեղեցիներում օծված, սուրբ ոգու կողմից օծված սպասավորների միջից, թե հին ուխտի մարգարեների, թե հին ուխտի քահանաների
քահանաների եւ թե նոր ուխտի առաքյալների ու քարոզիչների բերանից Հիսուսը միշտ հորդորելա, որ սրբությունը կատարելագործեն Աստծո վախովը, օրորի հին մարդիցը ազատագրված Քրիստոսակնեն ու սուրբ եւ անարատ կյանք ապրեն երկրի վրա։ Սիրելի մեզ լսող Աստծո ժողովուրդ, ոչ մի մարգարեի, ոչ մի քարոզիչի, նոր ուխտի թե հին ուխտի, սուրբ անձերի բերանից չենք լսել, որ մեկը հորդորի, որ ազատ մեղք գործեք, շնորհքի տակ եք կփրկվեք։ Մեղքի վարձքը մահ է, Հռոմեացիների 6:3-ում է գրված, եւ սրով պիտի մեռնեն ու բնաջինջ լինեն Աստծո ժողովրդի միջի բոլոր մեղք գործողները։ Սա էլ հին ուխտում Ամովսյա 9:10-ում է գրված։ Ուրեմն թե նոր ուխտը, թե հին ուխտը հորդորում են, որ ով կարա Եհովայի Հիսուս Քրիստոսի պես սուրբ լինի, ձեզ կանչող սուրբի պես դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ, քանզի ինքս էլ սուրբ եղեք, որտեվ ես սուրբ եմ ու սրբության եմ փափագում։ Ամեն։ Եվ սա է ճշմարիտ քրիստոնեության եւ աղանդավորության մեծ տարբերությունը։ Աղանդավորները օրորի հորդորում են, որ մենք ազատ ենք, շնորհքի տակ ենք, ինչ ուզենք կանենք, Հիսուս կգա կսրբի կտանի, քավ լիցի։ Հիսուսը մեկ եկել է մեղավորի համար խաչվելու եւ հարություն առնելու եւ նրանց պատիժը կրելու, հաջորդ անգամին գալու է մեղավորներին բնաջնջելու եւ օթերի մեջ իր սուրբ անարատ հարսը դիմավորելու։ Ամեն։ Առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Լավ իշեք Եբրայեցիների 12-րդ գլխի 12-ից 14-ում գրված է սուրբ օրենքը, որի միջոցով բոլոր կրոնները, բոլոր աղանդները, որոնք սրբությունից գարշում են ու սրբությունը ծաղրում են, նրանք դժոխքում են անցկացնելու իրենց հավիտենությունը, եթե չապաշխարեն։ Ուրեմն ընթերցում եմ ճշմարիտ սուրբերը եւ նրանց աստվածաշնչյան սուրբ գրային գործերը հաստատող այս համարները։ Տեսնենք ինչ են արել։ Ելից 32 գլուխ 15-ից 20 խոսք։ Նորից Ելից 32-ի 25-ից 34 խոսք։ Մովսեսի կատարած գործն է։ Թվոց 16-րդ գլուխ կրկին հաղորդվում է Մովսեսի հետ Կորխի Դաթանի պատմությունը, որ տեսնենք ինչ դատաստան արեց Մովսեսը։ Թվոց 25-րդ գլուխ 1-ից 9 Փենեհեսի կատարած սրբագործ գործը։ Հեսու 7-ի 10-ից 13 24-ից 26 Աքարի պատմությունը ինչ արավեսուն կընթերցենք։ Երկրորդ մնացորդած 29-ի 1-ից 8 եւ 34-րդ գլուխ 29 գլխում Եզիկիայի սրբագործությունն է, թե ոնց մաքրեց իր աքազոր ապականած տաճարը, ամեն։ Իսկ 34-րդ գլուխը կկարդանք Հովսիայի պատմությունը, թե ոնց սրբագրեց, ոնց սրբեց տաճար ու սրբությունը տարածեց իր շրջակա քաղաքները, ամեն։ Նոր կտակարանի համարները գրեք։ Մատթեոս 5-ի 17-20 Ինչ քարոզեց Հիսուսը, քարոզեց օրենքը բերեք ծռենք, թե կատարենք, խստացնենք եւ կատարենք։ Եփեսացիների 4-ի 11-ից 13 Նորից Եփեսացիների 4 20 32 խոսքերը։ Կողոսացիների 3-րդ գլուխ 8-ից 17 Պողոս առաքյալն է խոսում, առաջինը Հիսուսը, ետքը Պողոսը, տարբեր սուրբերի քարոզներից է վերցված, թղթերից, որ չիմանաք մենակ մի հոգի է այդ քարոզը, բոլորը քարոզել են, մեկ շունչ, մեկ հոգի դարձած նույն սուրբ վարդապետությունը, ամեն։ Առաջի Պետրոս 2-ի 19-ից 24 Նույնը առաջի Պետրոս Առաջինի 15-16 հաջորդ համարների մեջ կկարդամ սրբության համարներն, որ նույնն է քարոզում։ Առաջի Հովանու 1-ի 5-ից 7 եւ 3-րդի 2-ից 8 Այստեղ առաքելական թղթերի մեջ մեծ բովանդակություններ կա աննարած սրբության մղելու ժողովրդին։ Հռոմեացիների թղթից
7-րդ գլխից այս կողմ, որ 3-ից մինչև 7-րդ գլուխը Աստված ցույց է տալիս, թե մեղավոր Ադամից ոնց դուրս գալու Սուրբ Ադամի մեջ մտնել։ Եվ Հռոմեացիների 8-րդ գլխից սկսած, թե Պողոսը, թե Պետրոսը, թե Ակոբոսը, թե Հովանեսը, թե Հուդան եւ թե Հովանեսի հայտնության մեջ հորդորվում է, որ ով Սուրբը թող էլ ավելի սրբան։ Ամեն։ Հին մարդ իր գործերով ձեր վրայիների ցանեք ու ակեք նորը, որը կընթերցեմ համարների մեկնությունների ժամանակ։ Եվ որպես վերջնաբան ճշմարիտ Սուրբ եկեղեցին հաստատող համարներ վերցրել եմ մի քանի տասնյակ համարներ, որ միայն անարատ սրբություն են քարոզել Հիսուսից սկսած մինչև վերջի մարգարեն Հովանեսը։ Մատթեոս 5:48 ձեր երթային որպես կատարյալ եղեք։ Առաջի Կորինթացիս 11:1 նմանվեք ինձ ինչպես ես Քրիստոսին։ Սա ուղիղ մեզ է վերաբերվում, Աստծո ժողովուրդ։ Տեսեք Հիսուսը, Պողոսը եւ մնացած առաքյալներն ինչ են քարոզել։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:23 ձեր հոգին մարմին ու շունչը անբիծ ու անարատ կպահի։ Առաջի Թեսաղոնիկեցիս 1:6 դուք էլ մեզի ու Տիրոջը նմանվելով Պողոսը կսե։ Առաջի Պետրոս 1:5-16 Առաջի Հովանու 1:7 2:6 Հուդա 20 եւ Այտնություն 22:11 եւ 18:19, որը կընթերցեմ քարոզչության ժամանակ։ Հիմա կարդանք Ելից 32-ի 15-ից 20-ը եւ տեսնենք, թե Աստված Մովսեսի ձեռքով ինչ արեց, երբ Ահարոնը կռապաշտության մեջ մտցրեց եւ աղանդավորական շարժման հիմնադիր եղավ։ Հիշեք, աղանդավորների մենք թեմայի մեջ խոսել ենք Ահարոնի կռապաշտական գործերի մասին, բայց նա զղջաց։ Փարտիրոջը դա Աստված իրականից, որ բոլոր մեր շեղված հովիվները մեր եղբայրներն են, բայց փողի փարքի համար ընկել են դևերի կառավարման տակ եւ օտար ուսմունքների հիմնադիր են դարել։ Բայց իրենք, որ հիմա այս քարոզները լսում են, շատերը լավ զգում են, որ ճիշտ է քարոզում Սուրբ Հոգին, բայց փողի փարքի պայմանագրերի եւ թղթերի ստորագրման պատճառով, երկրավոր թագավորների վախի պատճառով կորցրել են երկնային թագավորի վախը, որն մեզ ասեց մի վախեցեք անոնց մե, որ մարմինը կսպանեն, բայց հոգինը սպանել չեն կարող։ Ասավ ձեզ հորդորեմ ումից վախեցեք։ Վախեցեք անկե, որ մարմինը սպանելուց հետո հոգին դժոխք պիտի ուղարկի։ Ամեն։ Այդ դժոխքի տառապանքն է հավիտենական։ Ով Աստծո ժողովուրդ, դրա համար սուրբերի նման ընտրեք նեղ ու փշոտ ճանապարհը, ոչ թե լայն ճանապարհը, որ դժոխք է տանում։ Եվ մի վախեցեք երկրավոր թագավորների ահից ու դողից։ Անգամ մեռնելուց մի վախեցեք, որտեղ սուրբերի համար մեռնելը ծնված օրվանից լավ է։ Հավատում եք։ Ավելի լավ է սուրբի համար ննջել ու Տեր Հիսուսի գնդին միանալ, քան թե երկրի վրա ապրել, էլի լավ է, Տիրոջն է փառք բերում, բայց Պողոսի նման ասեք երկու կողմանեներ բնկացեմ, չգիտեմ որը ընտրեմ, ննջեմ ու Տիրոջ գնդին միանամ, թե երկրի վրա մտնամ, որ եկեղեցու մեջ սրբությունը զարգանա, ամեն, բայց Տերը ինչ որ որոշել է, որքան որ որոշել է, իրականից Տիրոջ տաճարում այդ սուրբը կհարատևի, ճշմարիտ Տիմոթեոսներ կծնի, կմեծացնի, կդնի ճշմարիտ եկեղեցու կառավարման գործին ու ինքը կննջի, ամեն, ինչպես արավ Մովսեսը Հեսուին, Հեսուն ծերերին, բայց ծերերը անորակ աշխատեցին ու ծերերից հետո ծռվեցավ Իսրայելը եւ գնաց օտար աստվածների պաշտամունքի, որի մար հետո կխոսենք։ Ուրեմն Ելից 32-ի 15-ից ընթերցում եմ, դե գիտենք արդեն, խոսել ենք աղանդավորական թեմայի մեջ, ոնց ամոզեցին, օրդը շինեցին, բայց տեսնենք ինչ վերաբերմունք ցույց տվեց Մովսեսը հորթի եւ հորթապաշտների վերաբերյալ, ամեն, նույն վերաբերմունքը ցույց տանք մենք շեղվածների հանդեպ։ Եւ Մովսեսը դարձավ եւ սարիցը իջավ եւ վկայության երկու տախտակները իր ձեռքին էր։ 32-ի 15-ից 20-ն եմ ընթերցում։ Տախտակները երկու կողմերից գրված էին, այս կողմից եւ այն կողմից գրված,
եւ տախտակները Աստծոյ գործք էին, եւ գրվածքը Աստծոյ գրվածք էր տախտակների վրա փորագրված, եւ Հեսուն լսեց ժողովրդի ձայնը գոռալիս, եւ ասեց Մովսեսին. պատերազմի ձայն կա բանակում, եւ նա ասաց. սա հաղթության աղաղակի ձայն չէ, հապա պարտության աղաղակի ձայն չէ, այլ խաղի ձայն եմ լսում ես։ Եվ եղավ, երբ որ բանակին մոտեցավ եւ տեսավ հորթը եւ պարելը, Մովսեսի բարկությունը բորբոքվեց եւ տախտակները իր ձեռքիցը շպրտեց եւ կոտրատեց նրանց սարի տակին եւ առավ նրանց շինած հորթը։ Տեսեք տիրոջ նախանձը ունեցողների իշկան են, փենեսների նման կվարվեն, Մովսեսի նման, առավ նրանց շինած հորթը կուռքը, որ Սուրբ գրքին հակառակ էր, շեղում էր, խոսքից շեղված քայլը գործը ու բնաջինջ արավ եկեղեցու միջից, ամեն։ Եվ առավ նրանց շինած հորթը եւ կրակով այրեց եւ մանրեց, մինչև որ փոշի արավ եւ ջրի վրա ցանեց եւ խմեցրեց Իսրայելի որդիներին։ Կարճ ասած, Մեղսալի քայլը տեսավ, բնաջնջեց, կտրեց, հանցավորների պատիժն էլ տվեց, չխորանանք այլև այլ բաների վրա, ոնց պատժեց, էդի մենք հետո կքննենք, դեմ գնաց մեղքին, կտրեց ու շպրտեց մեղավորներին ու մեղքը բնաջնջեց տիրոջ տաճարից, ամեն։ Եվ ինչ ասեց Ահարոնին, եւ Մովսեսը ասաց Ահարոնին, այս ժողովուրդը ինչ արեց քեզ, որ դու նրանց վրա բերիր այս մեծ մեղքը, ուրեմն ով սիրելի ժողովուրդ, լավ հասկացեք, հովիվներ, սարկավագներ, որ դուք մեկին սիրելով Աստծո խոսքը զանց եք անում եւ օտար աստվածների պաշտամունք եք հաստատում տիրոջ սուրբ եկեղեցիում ու պղծում եք եւ ձեզ եւ Աստծո անունն ու Աստծո տաճարը, դու եթե չապաշխար եք Ահարոնի նման բնաջինջ եք լինելու այն անձի պես ինչպես Փենեսը սուրը առավ ու վրանի մեջը սպանեց, ամեն, եւ Աստվածանից օրհնությունը ստացավ Փենեսը։ Ուշադիր, եւ Մովսեսը տեսավ 25-ից 34 եմ ընթերցում, եւ Մովսեսը տեսավ ժողովուրդը, որ անզուսպ է։ Աստծո ժողովուրդ բոլոր աղանդավորների մեջ նայում ենք, տեսնում ենք ինչքան լկստված բաներ կա, ինչքան թեթև սոլիկություն, խեղկատակչիություն, որ Սուրբ առաքյալ Պողոսը դեմա գնաց է, խեղկատակությանը, անլուրջ խոսքերին, անամես խոսքերին ու ասելա ձեր բերաններից ապականյալ խոսք դուրս չգա, ամեն։ Որովհետև Ահարոնը անզուսպ էր արել նրանց իրենց թշնամիների մեջ խայտառակ լինելու համար, ուրեմն եկեղեցու ղեկավարը կանա անզուսպ սարքի, աշխարհիկ ու լկստված օդին, որպիսի Աստծո թշնամիները հայոյեն մեր Տեր Աստծո անունը, ասեն է չեք, ձեր Աստվածը էտա ձեզ սովորեցնում, անառակություն, լկտիություն եւ չարություն ու անզգամություն։ Իսկ Մովսեսները խիստ են, որ հոտերի մեջ բարձրանա բարությունը, սրբությունը, պարկեշտությունը, պարկեշտ հագուստը, խոսելը, վարմունքը, հավատքի վրա առաքինություն հրավիրեցեք, ամեն, ավելցուցեք, լսեք սրբության լեռը հանող հավատքի 8 աստիճանների պատգամը ու կտեսնեք, որ դուք հավատքի են 0 աստիճանի վրա եք, մենակ հավատում եք եւ վերջ, ձեր հավատքի վրա ոչ մի առաքինություն, առաքինի հագուստ, առաքինի խոսել, առաքինի մտածել, ուտել ու գործել չկա, ուրեմն ձեր հավատքը մեռած է, առանց գործի է ու ձեր հավատքը ձեզ մինչև դժոխք կտանի, ամեն։ Եվ Մովսեսը բանակի դռանը կանգնեց եւ ասաց. ով որ Եհովային է ինձ մոտ գա, տեսեք իսկական սուրբերը, կռապաշտությունից մաքրում են տիրոջ խորանները եւ մարդկանց եւ սրբությունը կատարելագործում են Աստծո վախովը օր-օրի, ամեն, ով սուրբ է, թող էլ ավելի սրբանա։ Ով Եհովային է ինձ մոտ գա, եւ Ղևիի բոլոր որդիքը, որոնք Աստծո խոսքով լեցուններն են, ուշադիր ինչի են Ղևտացիները մենակ հավաքվում, որոնք Աստծո խոսքով են լեցուն, կկանգնեն ճշմարտության կողմը, որոնք կրոնի ոգիով են լեցուն ու հովվի ուսմունք ունեն, կկանգնեն հովվի կողքը։ Ով որ Եհովայինն է, Եհովայի խոսքով լեցուն է, Եհովայի խոսքի սիրահար է,
ինձ մոտ գա, եւ Ղևիի բոլոր որդիքը նրա մոտ ժողվեցան, եւ այսպես նրանց ասաց. այսպես է ասում Իսրայելի Եհովա Աստվածը. ամեն մարդ իր սուրը թող իր մեջքը կապե, եւ բանակի մեջ դռնեդուր անցեք, դարձեք, եւ ամեն մարդ իր եղբորը եւ ամեն մարդ իր ընկերին, ամեն մարդ իր դրացուն մերցնի, պղծված դրացուն, օտար աստվածների պաշտամունքին մասնակցած ու դևերին երկրպագող դրացուն, որ Աստծո խոսքից առավել ոչ մեկի չսիրես ասավ, օրենքի 13-րդ գլխում գրված է, եթե անգամ կողակիցդ, քու եղբայրդ, քու զավակդ, այն անձը, որին անձիդ պես սիրում ես, գա ասի գնանք օտար աստվածներ պաշտենք, չլսես նրան քարերը գլխին տաս ու սպանես, ամեն, նույնը հիմա պիտի նշանակես ու դուրս անես անգամ որդիդ լինի այդ շեղվածը։ Եվ Ղևիի որդիքը Մովսեսի խոսքի պես արին, եւ այն օրը ժողովրդից 3000 մարդի չափ սպանեցին ընկան, ամեն։ Թող քիչ լինենք, որակով լինենք։ Հիսուս ասել է՝ մի վախեցիր պստիկ հոտ, հայրը հաճեցել է թագավորությունը քեզ տա, սուրբ եւ անարատոտ, կանչվածներից զատված, ընտիր ու սուրբ դարձած փոքրոտ, բազում են կանչվածները, շատ քիչ են ընտրյալ սուրբերը, չէ՞։ Սարդիկեից փախած եւ Ֆիլադելֆիայում կատարյալ սրբություն հագած փոքր հոտ, դու պիտի արժանանաս հափշտակության, ամեն։ Որովհետև Մովսեսն ասաց, այսօր ձեր ձեռքը լցրեցեք Եհովայի համար, հենց ամեն մեկը իր որդու վրա, իր եղբոր վրա, որ ձեր վրա Աստվածանից օրհնություն անգչի, ամեն։ Ուրեմն առակած գիրտն էլ կգրե, ով որ ասում է մեղավորին արդար կհամարե, առակած գրքում է գրված, Աստվածանից անեց քա գալու նրա վրա, բայց ով որ կհանդիմանե, ընթերցեմ լսեք այդ կետը, ով որ կհանդիմանե այդ ամբարիշտին, Աստվածանից օրհնություն պիտի ստանա, առակած 24-րդ գլուխ 24-ից 25, ով որ ամբարիշտը կսե դու արդար ես, ազգերը անոր անեսք պիտի տան ու ժողովուրդները զանիկա պիտի անարգեն, բայց ով որ ամբարիշտին, բայց ով որ զանոնք հանդիմանե, պիտի բերկրին եւ անոնց վրա առատ օրհնություն պիտի գա, ինչ նորից եմ կրթում, բայց ով որ զանոնք ամբարիշտներին, հանդիմանողները պիտի բերկրեն, աճեն, զարգանան, օրհնվեն եւ անոնց վրա առատ օրհնություն պիտի գա, ամեն։ Թող Տերը փառավորվի, ուրեմն հասկացեք Աստծո ժողովուրդ, խավարի անպտուղ գործերին հաղորդ մի դարեք Պողոս ասեց Եփեսացիս 5-րդ գլխում, հապա նրանց հանդիմանեցեք, որ նրանց կեղտոտ գործերին հաղորդ չդառնաք։ Եթե դու տեսնում ես մի հովիվ անառակ բաներ է քարոզում, մի քույրիկ անառակ հագուստ է հագնում, որ գրգռի եւ ուրիշներին մեղքի մեջ գցի ու դու լռում ես, ուրեմն քեզ էլ լա դուր գալիս, դու նրա պիղծ գործերին հաղորդես ու դժոխ պիտի գնաս։ Ամեն։ Հանդիմանեք Դանիելի նման չվախեցավ Էլավեն պոռնիկ անառակ ծերերին հանդիմանեց ու միամիտ եւ անմեղ Շուշանները փրկվեցան, արդար այրունը փրկվեցավ մանուկ Դանիելի ռիսկով գործելու համար, որ նա չվախեցավ, որ կարող է ծերերը քարերը իր գլխին տան, իր անձը դրեց, որպիսի սրբուի Շուշանը չմեռնի այդ պոռնիկ անառակ ծերերի տեղը, ամեն, ու Աստվածանից դատավորության իրավունքը ստացավ մանուկ հասակից նշանակվեցավ Իսրայելին մարգարե ու դատավոր փառք Տիրոջը։ Հաջորդ ամառը թվոց 16-րդ գլուխը դու գիտեք ում մասին է։ Խոսվում է Կորխի, Դաթանի եւ Աբիրամի պատմության մասին, որ նրանք նույն Ղևտացիները եւ 250 ժողովրդի գլխավոր մարդիկ ելան ու ապստամբեցին Սուրբ Մովսեսի եւ Ահարոնի դեմը, չէ՞, ասեցին մեր հետ էլա Տերը գործում։ Ինչ արավ Մովսեսը այդ ապստամբներին։ Աստծուն ասես դու ընթերցեք, ես համառոտ եմ պատմում ժամանակի սղության պատճառով եւ որտեղ որ պետքա կկարդամ։ Ինչ ասեց Մովսեսը, Տեր ես նրանցից միջոպ անգամ վեր չեմ առել, որ ողորմատությունը փրկա էլի իրանցը մահից։ Այս ապստամբները իրենց դեմ են ապստամբե, ամեն։ Ինչ կատարվեցավ։
Մովսեսը դեմ գնաց, եւ Եհովան ինչ ասեց, ով մեզ լսող Աստծո ժողովուրդ։ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. խոսիր այդ ժողովքի հետ եւ ասիր. հեռացեք Կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակության 4 կողմերից։ Եվ Մովսեսը եկավ եւ Դաթանի Աբիրոմի մոտ գնաց, եւ Իսրայելի ծերերը նրա ետևից գնացին։ Եվ նա խոսեց ժողովքի հետ ասելով. այդ չար մարդկանց Աստծո խոսքը ծռող կեղծ կրոնավորներից փախեք, ամեն։ Պողոսը նույնն է ասում, փախեք այս խոտորվածներից, գնացեք անոնց հետ, որոնք հոգիով ու ճշմարտությունով Աստված կպաշտեն։ Պետրոսը նույնն է օրդորում նորեկ քրիստոնյանին, այս խոտորված ազգից ինքսիկնից զատեցեք։ Գործ կառաքելոց 2-րդ գլուխ, ամեն։ Բոլոր մարգարեները Հիսուսը նույնն է ասե, այս պիղծ ծեփած գերեզմաններից հեռու գնացեք։ Եվ հարությունից հետո էլ պղծված Երուսաղեմ չմտավ, կեղծ կրոնավորների հետ չհաղորդվավ, գնաց հանդիմանեց ու հեռացավ հեռու։ Հասավ որ ինձ կուզի հանդիպի հեռու հեթանոսած վայրերում, որ հեթանոսած Գալիլեային անվանում, հեռու սարերի վրա ինձ կհանդիպի, ամեն։ Իսկ եթե առաքյալները նստեին պղծված Երուսաղեմում, Երուսաղեմի կրոնավոր անունի եւ փարիսեցիների քանակի շատության պատճառով, որ այսօրվա շատ եկեղեցիների գառներ նայում են քանակը շատ է, ճոխ եկեղեցի կա, փափուկ բասկաթոռ կա, հերիքա, միկրոֆոններն ու ցմբոները ուժեղ են, բեմերը լավ, բարի հանդեսի սրահադար է, վերջ, դրա համար են գնում, դրա տեղը գնացեք օպերա, դրանից պարկեշտ բաներ ցույց կտան ընդե։ Աստծո ժողովուրդ արթնացեք, գնացեք այն եկեղեցիները, որտեղ սրբությունն է քարոզվում, որտեղ Աստվածաշունչն է քարոզվում, որտեղ հորդորվում է, որ օր-օրի սրբությունը կատարելագործեք Աստծո վախովը, եւ քարոզում են, եւ քայլողներն էլ իրենց առաջից գնալով ճանապարհ են ցույց տալիս, ամեն։ Ով սուրբ է թողել ավելի սրբանա, ասում են ձեր մեջ սուրբ կա ծիծաղում են։ Ծիծաղեք ձեր վրա կույր ու մոլորվածներ, որ մեզ սուրբ չկա, որ ձեզ ճանապարհ ցույց տա, ամեն։ Իսկ սուրբը կատարյալը հոբնել էր հին ուխտում սուրբ ու կատարյալ։ Ես էլ դրանել եմ դեմ, որ մենակ սուրբ ու կատարյալ պիտի չլինենք, ով սուրբ է, կատարյալ սուրբ, անբիծ եւ անարատ, հոգին մարմինն ու շունչը անբիծ ու անարատ կպահի մինչև Տերոջ գալուստը, ամեն։ Սա գրված է Սուրբ Պողոս առաքյալի թղթերում, որը կընթերցենք։ Այդ չար մարդկանց վրանների մոտից քաշվեցեք, որ նրանց մեկ բանին մի դիպչեք եւ նրանց բոլոր մեղքերով չկորչեք, ամեն։ Ով դրանց կողքին մնաց բնաջնջվում է։ Եվ ինչ կատարվավ, երկիրը բացեց Կորխին, Դաթանին, Աբիրոնին, իրանց ընտանիքներով կլեց, բայց Կորխի որդիները, որ փախան, այդ հարվածից չմեռան, գրված է, կարդացեք, որ Կորխի որդիները թվոց գրքում կա, կենթանի մնացին Մովսեսի խոսքին լսելով։ Եվ այն 250 անձերը ընթերցեմ, եւ Եհովայից կրակ դուրս եկավ եւ խունգ մատուցանող 250 հոգիներին սպառեց։ Աստծո ժողովուրդ, որ գնում եք այն եկեղեցին օրորի զարկվում եք, ռակներ եք դառնում, ցավագյար եք դառնում, աղոթում են չեք բուժվում, դա Տիրոջ եկեղեցին չէ, դա գազանի կեղծ կրոնավոր եկեղեցի է։ Այդտեղ չի թագավորում Աստծո Սուրբ ոգին, Դևի ոգին է թագավորում։ Այդտեղ կա Քրիստոս, բայց սուտ, կա ավետարան, բայց ծռմռած, կա բժշկություն, բայց կեղծ, Սուրբ ոգու բոլոր կեղծ պարգևներն ատ է բնակվում, քննեք, ասում անմիտ մի եղեք, ապա ամեն բանը քննեք իրոք անարատ ավետարանով, ամեն, ամեն օգու մի հավատացեք, ապա օգիներին քննեք իրոք Աստծուց, մի նայեք քարոզիչի դիրքին, պաշտոնին, քշած մեքենային, ունեցած փողերին, նայեք քարոզիչի ապրած կյանքին, ընտանիքի որակին, համապատասխանում է առաջի Տիմոթեոս 3-րդ գլխի գրված երեսների, եպիսկոպոսների եւ սարկավագների վարքագծին։ Նայեք, եթե ոչ հեռացեք անոսմե։ Թոթերը փառավորվի։ Ուրեմն ընթերցում եմ հիմա 25-րդ գլուխ թվոց 1-ից մինչև 9, դուք գիտեք նորից, երբ Իսրայելը Բելփեգոֆրին արեցավ, Փենեսի պատմությունն է, ինչ կատարվեցավ։ Նրանց
բաղամի խրատով, որ թվոց 31-ի 13-15-ում գրածա, որ բաղամը բաղակին, թեկուզ չանիցեց Իսրայելին, ասեց ես մի ձևով կարաս հաղթես Իսրայելին, դու քո պոռնիկ աղջիկներով գնա գրավա Իսրայելի երիտասարդներին, գցա մեղքի մեջ, թու այդ պոռնիկ աղջիկները բերեն ու Իսրայելին բելպեգով կուրքի զոհին պաշտամունքին հաղոր դարձնեն, Եհովան կմտնի ու կբնաջնջի Իսրայելին, էլ դու ոչինչ չես անի, ամեն, եւ այդ բաղամի խրատով բաղակը Իսրայելի գաղջ տկար հոգիներին գրավեց ու մեղքի մեջ գցեց Իսրայելի տղաներին, հրավիրեց Բելպեգոֆրի պաշտամունքին եւ հարվածը մտավ Իսրայել։ Ինչ կատարվեցավ, ընթերցում եմ այդ պահը, որը գրված է 1-ից 9-ում, ուշադիր եղեք։ Եվ Իսրայելը Սատիմումը բնակվեց, եւ ժողովուրդը սկսեց Մովաբի աղջկերանց հետ պոռնկություն անել։ Մեղ պետք է մտնի Իսրայելի մեջ, որ Եհովան պատերազմի։ Եթե եկեղեցում մեղքը չլինի, հազարավոր դևեր կան կփախնեն, ամեն։ Չեն կարա հաղթի, որտեղ ստի Աստվածն է պատերազմում Իսրայելի փոխարեն, ինչպես Հովսափատն ասավ, մենք այս պատերազմում կռվելու ոչինչ չունենք, քնարները վերցրեք, երգելով գնանք ընդդեմ թշնամուն։ Տերը դուրս կգա ու կպատերազմի եւ հաղթանակի վարձքը մեզ կշնորհի, ամեն։ Մեզի կմնա Եհովային գովերգելն ու փառաբանելը փարտիրոջը։ Նրանք ժողովրդին հրավիրեցին իրենց աստվածների զոհին եւ ժողովուրդը կերավ եւ նրանց աստվածներին, սուտ աստվածներին երկրպագություն արեց եւ Իսրայելը Բելպեգոֆրին արեցավ, Եհովայի բարկությունը Իսրայելի վրա բորբոքվեցավ եւ Եհովան Մովսեսին ասաց. «Ար ժողովրդի բոլոր իշխաններին եւ կախիր նրանց Եհովայի առաջին արևի դեմ»։ Եվ Եհովայի սաստիկ բարկությունը Իսրայելիցը դառնա։ Դե ասավ, բայց Մովսեսը չգիտեր ինչ աներ թե չէ։ Եվ Մովսեսը ասաց Իսրայելի դատավորներին. «Մերցրեք ամեն մեկը ձեր մարդկանց, որ Բելպեգոֆրին հարեցին։ Եվ ահա Իսրայելի որդկանցից մի մարդ հələ չեն դատնել չեն արել, էլի մարդիկ ռիսկով կատարում են, քանի կոպիտ ասած առիթը կո մեղքեր գործենք։ Ազատություն ունենք, մեկա մեղավորը չի պատժվում։ Հիմա տեսնենք ոնց կպատժվի։ Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ եւ իր եղբայրների առաջին մադյամացի մի կին բերավ, Մովսեսի աչքի առաջին ու Իսրայելի որդկած բոլոր ժողովքի աչքի առաջին, երբ որ նրանք ժողովքի խորանի դրանը լացում էին, ժողովրդի մեղքի մարի ինչ անենք, Տեր, այսքան հոգի բնաջինջ անենք։ Ահա Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեսը տեսնելով այս տիրոջ ժողովքի միջիցը վեր կացավ եւ ձեռքը մի գեղարդ առավ եւ այն իսրայելացի մարդի ետևից սենյակ մտավ եւ երկուսին էլ, այսինքն իսրայելացի մարդին եւ կնկան փորիցը խոցեց, դե կինը հեթանոս էր եւ հարվածը Իսրայելի որդիներից դադարեց եւ հարվածիցը մեռածները 24000 հոգի էին։ Տեսեք մի քանի մեղսագործի պատճառով քանի հազարներն են մեռնում։ Մի ակարի պատճառով 36 արդար զինվոր մեռավ։ Ճիշտ է։ Ուրեմն ով տիրոջ նախանձախնդիր զավակներ, Փենեսի նման լեցվեք հոգիով եւ մի խնայեք, եպիսկոպոսն է մեղ գործե հովիվը թե ասարակ անդամ, ելեք ու հանդիմանեք միգուցե զղջա ապաշխարի։ Եթե ոչ թե այդ մեկը կորի, բայց մնացած հոտը դժոխ չգնա։ Քիչ մխմորը բոլոր զանգվածը կխմորի, սուրբեր այս ձև են գործե, Մովսեսի և Փենեսի նման, Եզիկյաների նման, տիրոջ տաճարը մաքրել են պղծությունից, սրբությունը կատարելագործել են Ասովախովը և չեն ամբերել ոչ միայն իրաց քաղաքներով, ապա ամբողջ աշխարհով են տարածել տիրոջ սուրբ վարդապետությունը, ամեն։ Հեսուի պես ասեք, ես չգիտեմ դու որ աստվածներին կպաշտեք, բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու հոգով և ճշմարտությունով, ամեն։ Եհովան սուրբ Աստված ասավ, բայց դուք մեղքը սիրող եք, դու չեք կարա Եհովային պաշտի։ Ես չգիտեմ որ աստվածներին, որ սուտ աստվածներին եք պաշտելու, բայց ես և իմ տունը Եհովային ենք պաշտելու, ամեն։
Անցան գաջորդ համարներին։ Հեսու 7-րդ գլուխը հենց խոսում է աքարի պատմության մասին, որ այսօր շատ մարդկանց մեջ դրված է ռոբոտի նման ինքնաբերաբար անզգա գնախորան ետ կա։ Ների խորանն է գնում, քամոսի խորանը, կերս քրիստոնյաների խորանը, հորդապաշտության խորանը չի հետաքրքրում իրեն։ Կարևորը գնամ ու գամ։ Իմ 14 ողորմությունը գցեմ, այդ 14 ողորմությունով Գեդեոնի որդիներին տե կմորթեն, հուդաներին կկաշառեն, որ Հիսուսներին խաչելու ծրագիրը կատարածի, չի հետաքրքրում, ինքը զոմբիացած վիճակա, կախարդված։ Կարևորը քարեշինությունը, փափուկ բասկաթոռը, երաժշտական գործիքները կա Քրիստոս են քարոզում, բայց նրա ետևում հորթն է փառավորվում, թե հոգիով ու ճշմարտությունով Հիսուս Քրիստոսն է պաշտվում, դա իրեն չի հետաքրքրում, որովհետև կեղծ վասկանովիրները թունավոր կերակուր տալով սպանել են նրան, մերցրել են, հոգևոր զգայարանքներից զրկել են, որ նա կույր դժոխք գնա, ամեն։ Ուրեմն արթնցեք, ով ժողովուրդ, եթե ձեր եկեղեցում կա մեկ հատ աքար, ըստ Հեսու 7-րդ գլխի Տերը թե չի կարա գա, որ գա բոլորին կզարկի, ամեն, գիրքն ասում։ Դրա համար էլ Տերը ողորմած է, հեռանում է, որ Տիրոջը սիրողները ինչպես երբ մեղ գործեց Իսրայելը հորթը պաշտեց։ Եհովան ասավ իմ խորան այդ պղծվածների միջից հանի, հեռու տար, ով որ կուզա ինձ հետ հարաբերվի, այդ պղծված հրյաներից բանակից թող զատվի, ամայի վայրում ինձ կհանդիպի, ինչի համար, որ եթե ես գամ իրենց մեջ, իրենց բոլորին կզարկեմ։ Իսկ Աստված չի ուզում, որ զարկի, սպասում է, որ միգուցե թե մի մասակա, որ միամիտա գա իրեն ու փրկություն, բժշկություն գտնի, ամեն։ Հեսու 7-րդ գլուխ, դե գիտեք ինչ պատմությունը, արդեն աքարի պատմությունը, որ Հեսուն արձակվեցավ շատ քաղաքների վրա, ջարդելով եկավ, եւ ես որ պիտի գնային ու գային էլ հաղթեին, կրկին իմացավ, թե իր մեջ նզով չկա, առանց ասուն հարցնելու հարցակվան գայի վրա։ Ուշադիր, բայց աքարն արդեն մեղք էր գործել, նզովվածից թաքցրել էր, որ Աստված ասել էր այդ բաները չպահեք, ինքը բերել էր իր կնոջ զավակների աչքի առաջին, տեսանել, թաքցրել էր, ինքն էլ գիտեր մեղքը, կինն էլ իր հարազատներն էլ։ Դրա համար վերջում ովքեր տեսել էին մեղքը ու չխոստովանվեցան Հեսուին չհայտնեցին, աքարն էլ մեռավ, այդ ընտանիքի անդամներն էլ հետ, ամեն, կընթերցենք։ Ուրեմն եթե դու մեղք ես տեսնում, գնա քո ծերին ասա, որ այս անդամը մեղք կա գործում, իրան լավ չի պահում, եկեղեցում հոգևորա տունը լրիվ մերկու տկլորա ման գալիս, չի կարելի, դա Քրիստոսին փառք չի բերում, կամ տունը մեղսալի բառերա օգտագործում, կեսուրին ածեցում, վերջը դու տեսնում ես էդի, Աստված թույլ տվե, որ այս Ղևտացի 5-ի գնաս ծերին հայտնես, որ այդ նզովքը քո եկեղեցու միջից դուրս գա, խավարի անպտուղ գործերին հաղորդ չդառնաս, հապա զանոն կանդիմանես, ամեն։ Վերջը, ինչ կատարվեցավ, աքարը գողացավ, եւ ելան ու գնացին պատերազմի, եւ 36 հոգի թշնամիները սպանեցին, բայց աքարին չսպանեցին, որտեւ աքարին սատանեն ինձ դասավորեց, որ մնա կենթանի, որ լավ նզովներ բերա Իսրայելի գլխին, աքարներին պտի Հեսուները մաքրեն ու բնաջնջեն, ամեն։ Վերջը Հեսուն հանդերձները պատրեց աղոտ կարավ, իշնա մեր մեղքը, Տեր, դուք կընթերցեք Հեսու 7-ը։ Եվ Տերը Հեսուին ասաց, 10-ից ընթերցում եմ, վեր կաց, ինչու համար ես այսպես երեսիդ վրա ընկել, Իսրայելը մեղք գործեց, մի աքարը մեղք կա գործե, բոլորը հաղորդ են դրան, ամեն։ Ինչի մանեն հաղորդ, որտև անուշադիր էին, դու քո կողակցին պետք է ուշադիր լինես, քո եղբորը ուշադիր լինես, ու եթե բան նկատես ծերին հայտնես ըստ Ղևտացի 5-ի 1-ի, ամեն։ Դու քո տունը պետք է իսկես, որ մեղք չմտնի, քո կողակիցին, քո ընկերներին, եթե չի լսում ծերին հայտնես։ Եվ կատարվի այն բանը, որ խավարի անպտուղ գործերին հաղորդակից մի դարեք, հապա զանոն կհանդիմանեցեք, որ օր-օրի սրբանակ ու սրբությունը կատարելագործվի Աստծո վախով է։ Շատերը նեղանում եք ինձանից, որ խիստ եմ հանդիմանում, լավ եմ անում, որ մեկ սիրով ասում եմ, 2, 3, 10, ինչու չեք ընդունում, պարտավոր եմ գավազանը գլխների տալու, եթե ոչ նշանակելու ու դուրս անելու, ամեն, էդ էլ կա։
Բայց մի ձգտեք ձեզի, որ սիրով աղաչում են, որ Պողոս առաքյալը կսե ես բարի եղածը կարամ ձեզ հրամայելու, բայց հավետ սիրով աղաչում է, մի շահագործեք հովվի համեստությունը, նա կարա գավազանը գլխիդ տա, որ քե մահից բրգի, ամեն։ Իսրայելը մեղքագործ է եւ Զանցարինի մուխտը, որ պատվիրեցի նրանց, որովհետև վեր են առել նզովացիցը, թե մի հատ ակարա գողացե, բոլորին մեղքը հաղորդայել է։ Եվ գողացել են, և սուտ են խոսել, և նաև իրենց կարասիներում են դրել, և Իսրայելի որդիքը չեն կարող իրենց թշնամիների առաջ կանգնել, բոլորի աղոթքը մերժված է, բոլորի գործը պղծված ու ծռված է, ուրեթան կպարտվեն, ճիշտ է, մեկի պատճառով։ Դրա համար եթե տեկա մի հատ ակար փախի տեից, եթե այդ ակարների դեմը չեն առնում, հապա ակարներով լստում են, որ Տերը հավետ հեռանա, գնացիր դու էլ ես զարկվելու, հելավ, ինչպես ես 36 արդարները։ Նրանք իրենց թշնամիների առաջիցը մեջ կդարձնեն, որովհետև նզովք են եղել, այլևս ձեզի հետ չեմ լինի, այս խոսքը այո և ամենա, որտեղ մեկ հատ ակար կա ու չի հանդիմանվում հովվի կողմից, Տերը գարշե հեռացել է այդ հովվից էլ, այդ հոտից էլ, ամեն։ Այլևս ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզովված մարդը բնաջին չանեք ձեր միջից։ Ինչ արեց Էսուն, փուշ գցեց, վերջը ինքնագլուխ չեկավ խոստովանվավ ակարը, որ ներումը ստաներ, վերջը փուշկը գցեցին և եկավ ընկավ ակարի գլխին, հորդորական, խորագետ խոսքերով, ինչ ես արի ասավ ակար ջան, դու արի խոստովանվի միգուցե ողորմություն լինի, խոստովանվավ, լրաբերներ ոստիկաններ ուղարկեց, կուռքը հանեցին, բերեցին, կարդում եմ 24-ից, Հեսուն ինչ ասավ, և Հեսուն առավ Զարայան ակարին ուշադիր, և այն արծաթը, և այն վերարկուն և ոսկի լեզուն, անգամ փողը չխնայեց, աղբամ արեց, որտի կարային տիրոջ գանձարանը մտցրեին, բայց որ մեղքին աղորդել է, աղբամ արեց, ամեն, նրա տղերքը, որտև տեսել էին ու չէին հայտնեցերին, աղջիկերքը, նրա արջարները, էշերը, ոչխարները, վրանը և նրա ամեն բանը և բոլոր Իսրայելը նրա հետ նրանց դուրս անեցին Աքովրի ձորը, ահա ճշմարիտ սուրբերը, Եզիկիայի պես, Հեսուի պես, Մովսեսի պես, տաճարը կմաքրեն պղծված ակարներից ու շեղումներից, ամեն։ Եվ Հեսուն ասաց, ինչու համար դու մեզ փորձանքի մեջ գցեցիր, Տերը այսօր քեզ փորձանքի մեջ գցե, և բոլոր Իսրայելը նրան քարերով քարկոծեցին, բոլորը միաբան, և նրանց քարերով քարկոծելուց հետո կրակով այրեցին, և նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր, և Տերը սաստիկ բարկությունը հեռացրեց, դադարեցրեց Իսրայելից, ամեն։ Այս պատճառով այնտեղի անունը Աքովրի ձոր ըսվեցավ մինչև այսօր։ Տերը երբ է դադարում, երբ մեղավորը նստում է, զղջում է, ուրախանում է, որ նա կապ աշխարի, 4-5 ձև կա, եթե կտեսնես գնա հանդիմանի օրենք է դրված, միգուցե շահես քո եղբորը, եթե ոչ 2-3 հոգով գնա, բայց մի լռի, որտև տաճարի մաքրությունը ավելի կարևոր է, քան թե հոգու փրկությունը, տաճարից կպղծվեն 50-ը, բայց այդ մեկը որ դուրս գա, միգուցե զղջա, ամեն, ու ապաշխարի։ Եթե չլսի, եկեղեցիով խնդրեք, եթե չլսի, վերջին հնարավորությունը տվեք ապաշխարելու, կտրեք Հեթանոսի Մաքսավորի պես թո դրսում մնա, որ զղջա ծնկաչոք եկեղեցի գա, ամեն, իսկ եթե ոչ ավելի լավ մեկը կորի, քան թե 50-ը բորոդվելու դժոխք գնան, պարզա, հիշի ասավ, այն զարկան եզիտերը, որ իր եզի մասին պատմել են իրեն, Ելից 21-րդ գլուխ, ու այդ եզի դեմը չի առե, իրա պոզերը չի ջարդե, կամ չի խրատե, կամ չի մորթե ու վերացրե, եզը, որ հանկարծ մարդը սպանեց, եզն էլ պիտի քարկոծվի, Տերն էլ հետը, հովիվներ, եթե դուք ձեր պոզավոր այծերին ու եզերի դեմը չեք առնում, հապա ավելի դիվային զորությունով լցնում եք, որ պղծեն ամբողջ Իսրայելը, հեղի որդիների նման, դուք էլ կմեռնեք որդիներն էլ ձեր հետ, թե լավ,
Գնացեք կարդացեք Հեղի եւ Սամվելի պատմությունը, հասավ քո տան զարգացածները բոլորը մեկ օրում պիտի մեռնեն, որտեվ դու տեսնում էիր, որ քո զավակները մեղք են գործում ու չհանդիմանեցիր, իրենց վրա անեծք էին բերում, չհանդիմանեցիր, հանդիմանում էր, ասում էր եղբայրներ ջան, զավակներ ջան, լավ չէ որ պղծություն եք անում, հետ անառակությունից խնդրում եմ դադարեք, էսի էր հա օրենքն ասում էր քարը տաս գլխին, տեղում մնա, այդ պորնիկ անառակը երբևիցե խորան չմտնի, լավ Թողտերը փառավորվի։ Ուրեմն բերեք Հեսուի նման սրբությունը կատարելագործենք Աստծո վախովը եւ Հեսուի նման մեզի օգնական Տիմոթեոսներ պատրաստենք, որ այս նախանձախնդրությունը ունեն, փողից, փորից, փառքից չեն կաշառվի, նրանց ամենաթանկագին գանձը Տիրոջ օրենքի մատուցանումն ու Տիրոջ օրենքի պահումը, ամեն։ Եվ Աստծո վախը օրորի կատարելագործենք Աստծո վախովը, ամեն, սրբությունը կատարելագործենք Աստծո վախովը, Աստծո վախը որ գալիս է մեր մեջ ավելի երկյուղ է բերում, իսկ ավելի երկյուղը մեզի ավելի սրբությանն ու Սուրբ Օգուն է մղում, ամեն։ Ու եթե Հեսուները, հովիվները իրենց օդի միջից ամենաանտիրներին Տեր Աստծո զորությամբ չեն ընտրում, տարիների ընթացքում փորձաշրջան անցկացնում, քննություններ վերցնում ու նշանակում, Դավիթի նման ոռոգայթ կգնեն անձի ուժով, Հովաբին նշանակեց սպառապետ ու սաղ կյանքը տառապեց Հովաբի ձեռը, որովհետև անձի ուժով էր ընտրել։ Դրա համար բերեք Աստծուն հարցնելով մեր օգնականներին նշանակենք, որ չզղջանք, ինչպես Մովսեսը իր որդուն չդրեց օգնական։ Հեսուն էր ընտրյալը, ամեն։ Ինչպես Ահարոնի ամենալեցուն որդին գնաց Քահանայապետի տեղ Եղիազարը հավատքի մեջ ամենալեցուն ու ամենաանտիր ամենափորձառուին նշանակենք, որ երբեք չզղջանք։ Եվ գրված է, որ շուտով մարդկանց գլխին ձեռք մի դի մարդիկ նշանակա կարգի, սա է տա նշանակում, որ նրանց մեղքերին հաղորդ չդառնաս։ Ուրեմն երկրորդ մնացորդած 29 գլուխ Եզիկիայի պատմությունը Ուրեմն ուշադիր եղեք, հիշում եք Եզիկիայի հայր պղծվածը Աքազը ինչ արեց, ապա կանեց սաղ տաճարը, հեթանոսական կռապաշտական ցանկություններով լցրեց, օտար աստվածներով լցրեց ամբողջ Երուսաղեմը ու ասում էր, որ ասորիների աստվածը իմ Աստծո զորավոր են դրա համար ասորիների թագավորը հաղթում ինձ, բայց չէր ասում, չէր հիշում հին սուրբերի կյանքը, Դավիթի կյանքը ոնց է Սողոմոնի ժամանակ Սողոմոնի աստվածը, որը չէր ծռվել, սարսափեր թափե բոլոր ասորիների վրա ու հարկ էին տալիս Սողոմոնին ու հարստացնում։ Չէ որ այդ աստվածը նույնն է երեք այսօր ու հավիտյան։ Վերջը որ մարդը մոլորվում է, իրեն մեղադրելու տեղը Ադամի պես ինչ ասում, Աստված է մեղավոր, որ այս կինը տվեց։ Դա մարդու բնությունն է սատանայական, որ միշտ Աստծուն մեղադրի, ոչ թե իրեն։ Չեմ ուզում այդ շեղվածի մասին խոսեմ, որտեվ շեղվածների մասին խոսել ենք նախորդ աղանդավորների թեմայում, կարակ բացեք եւ լսեք։ Ուրեմն Եզիկիայի հայրը ծռվեցավ, Աքազը, կարդամ այդ վերջի մասը, եւ Աքազը ժողվեց Ասոյտան բոլոր անոթները, կոտրատեց Ասոյտայի անոթները եւ գոցեց Տիրոջ տան դուռը, փակեց, որ ճշմարիտ պաշտամունք չմատուցանեն, ամեն։ Հապա ինչ անեն, եւ Երուսաղեմի բոլոր անկյուններում օտար աստվածների սեղաններ շինեց։ Իմ ուզած ձևի ոնց ասեմ, տենց եք ասում պաշտելու։ Այսօրվա ներրովիվները, ես ձեզի ոնց ասում եմ, ինչ ավետարանի, ոնց ասում եմ ճիշտը դա է։ Այ դրա համար էլ Հովհաննեսը ասում է մեզանից ելան ավետարանով, բայց մեզանից չէին, որտև ներեր էին ծռվան ավետարանից։ Դանիելի գրքում ներկայացված ները ասելու է, ես եմ ձեր Աստվածը, ինչ Աստվածաշունչ, ոնց ասեմ տենց եք երկրպագելու Աստծուն։ Ինձ պիտի լսեք ու ինձ երկրպագեք։ Այն հովիվը, որ կասի, խոսքը մի նայի, խոսքը բարդ է, էդիտես չի նշանակում, ես ձեզ ոնց կասեմ էդիա ճիշտ, իմ ասածով գնացեք ու գիրքը անտեսեք նզովյալ լինի, դա ներա, ներրի հակաքրիստոսի ոգին ունի, դիվահարա դա սատանայի կողմից նշանակվել է, որ Տիրոջ միամիտ կույր գառնուկներին դժոխ տանի, ելավ,
Բոլոր ձեր հարցերը պատասխան պահանջեք Աստվածաշնչից։ Աստվածաշնչից օրինակ չկա, չընդունեք այդ խրատը, ամեն։ Խոսքից շեղված մարդկանց պատվերներ չլսեք Տերը ասում, ամեն։ Առաջի Տիտոս 13-ից 14 ընթերցեք։ Հանդիման է նրանց, որ առողջանան եւ խոսքից շեղված մարդկանց պատվերներ չլսեն։ Առակացգիրքն ասում է, որդյակ իմ, հեռու մած այն մարդու խրատներից, որը քեզ ճշմարիտ սուրբ խոսքից խոտորեցնել կուզի։ Ամեն։ Ինչ արեց Եզիկյան։ Վերջը օտար աստվածների պաշտամունքով ակազը լցեց, պղծեց ու տես մեռավ։ 29-ի 1-ից 8-ն եմ կարդում, այդ ճշմարիտ սուրբերը միշտ կռապաշտություն ու պղծությունը մաքրել են Տիրոջ տաճարներից ու եկեղեցիներից։ Եզիկյան թագավոր եղավ 25 տարեկան էր եւ 29 տարի թագավորեց Երուսաղեմում եւ նրա մոր անունն էր Աբիա դուստր Զաքարիայի։ Նա ուղղություն արավ Տիրոջ աչքի առաջին բոլորովին, ինչպես որ արել էր իր հայր Դավիթը, ամեն։ Դե Դավիթի ուղղությունը պարզ գրված չէ, քիչ-քիչ ինքը մի անգամ էլ ընկավ ու հավատարիմ քայլեց, բայց այս դրվագները, որ Տերը տվեց գրել, որ շեղված հորից հիմնել են ճշմարիտ պաշտամունք, ամեն, շեղված հայրը մեռե ու բնաջին ջայել է եւ նրա ծնված զավակը ճշմարիտ պաշտամունքային է, հիմն է։ Այսօր էլ նույնն է, մեր կեղծ կրոնավոր հայրերը մեզ դժոխ տանելու ծրագիր ու վարդապետություն են հիմն է սատանայից առնելով։ Եկեք Եզիկիայի պես ելնենք ու Տիրոջ տաճարը այսպես մաքրենք, թող քիչ լինենք, բայց որակով լինենք։ Քարոզենք սրբություն եւ օր-օրի սրբությունը կատարելագործենք Աստծո վախովը գրքի աղոթքի կյանքին տրվելով, ինչպես արավ Հովսյան, ամեն։ Եվ նա ուղղություն արավ Տիրոջ աչքի առաջին բոլորովին, ինչպես արել էր նրա հայր Դավիթը։ Սա իր թագավորության առաջին տարվա առաջին ամսում Տիրոջ տան դռները, որ հայրը փակել էր, ճշմարիտ պաշտամունքի դռները բացեց։ Եվ նորոգեց նրանց, եւ բերավ քահանաներին եւ ղևտացիներին եւ նրան ժողվեց արևելյան հրապարակում եւ ասաց նրանց. ուշադիր, որ ղևտացուց, հովվից ու սարկավագից է կախված հոտի որակը, ինչ հովիվն է, այն էլ հոտն է, ամեն։ Տեսեք, պղծված էին, այլանդակվել էին, կռապաշտական ծեսերի մեջ էին խորացել, ինչ արավ, ինձ լսեցեք, ով ղևտացիներ, հոգևոր առաջնորդներ։ Հիմա սրբվեցեք դուք առաջինը, եթե դուք չսրբվեք, պղծվածը չի կարա տաճար կամ մարդկանց սրբի, ամեն։ Առաջինը հիմա դուք սրբվեցեք եւ սրբեցեք ձեր հայրերի Տեր Աստծոյի տունը եւ սրբարանից դուրս վռնդեք, դուրս հանեցեք պղծությունը պղծվածներին։ Հիմա ով սիրելի քրիստոնյաներ, միա դու գրքի աղոթքի կյանքի մեջ խորանալով, որ մեղքը մակարդվե մնացել է ձեր հոգու պատերին, հələ առատ ջուր ու աղոթքի կյանք ունեցեք, մաքրվեք, սրբությունը ձեր մեջ կատարելագործեք Աստծո վախովը եւ մտեք ձեր եկեղեցի եւ որքան պղծվածներ կան հանդիմանեք, եթե չեն հնազանդում կտրեք ու դուրս շպրտեք։ Կարճ ժամանակից հետո թող մնան 5 հոգի, այդ 5-ը 50 կդառնան, 50-ն էլ 500, ամեն։ Ավելի լավ է քիչ լինենք, Տերն էլ ասեմ ի վախեցիր պստիկոտ, քան թե անորակ քանակ տալով բոլորը դժոխքի ճամփան բռնենք։ Ուրեմն ինչ արավ Եզիկյան, սրբեց ղևտացիներին, այսօր շեղված եկեղեցիները բոլորը պիտի նստեցնեն իրենց վարձկան հովիվներին եւ իրենց միջի ամենալեցուն, ամենագրագետ եւ ամենաասո վախով մարդուն դնեն սպասավոր եւ հսկեն, որ նա գրքի աղոթքի կյանքի մեջ խորանա, նա էլ հսկի, որ հոտը խորանա, ամեն։ Օրորի սրբությունը կբարձրանա եւ մարդկանց դիվային եսերը կփշրվեն ու կոչնչանան եւ կկատարվի Պողոսի ասածը, բոլոր մարդիկ ըլլան սուտ խոսքը մնա ճշմարիտ, ամեն։ Եվ կդառնան մեկ շունչ, մեկ հոգի, մի մտազմունք, այսպես են գործել ճշմարիտ սուրբերը հին եւ նոր ուխտում։ Դրա համար հնից ու նորից օրինակներ են բերում, որ հոգիով տեստեք, որ իրար չեն ակասում, ապա լրացնում են։ Ոչ մի սուրբ մարգարե, ոչ մի փրկված հոգի չի ասել ազատեք, մեղք գործեք, շնորհքի տակ եք ինչ ուզեք կարեք։
Աստծո խոսքի դժվար իմաց խոսքերը վերցնում են, ծուրն են մեկնում իրենց անձի կորստի համար։ Ասում են օրենքի վախճանը Քրիստոս է, ողբամ ձեր վրա որտեղ է գրած, որ օրենքի, պատվիրանների սուրբ օրենքները բոլոր դարերում պահվել է, հին ուխտում թերի է պահվել, դրա համար նոր ուխտում այո անձի օրենքն է, Հիսուսը խաչի վրա անձը մերցնելով ասել անձը չկա, դիմի ինձի, ես քո մեջ գամ ծնվեմ, գրքի աղոթքի կյանքով մեծանամ, ես պահեմ այդ խստացված օրենքը, որտեղ օրենք տվող Հիսուսը միայն կարա քո միջից օրենքը անբիծ օրենք կատարի։ Վար օրենքից ես ազատ, անձի, գործեր ու պարծանքի օրենքից, որ դու պարծենաս հոգի և կյանք բերող Հիսուսի օրենքի զորությամբ։ Երբ անձին է իր դիմում, մեղք ու մա է իր գործում, դրա համար կոչվա մեղքի մահվան օրենք։ Հիսուսն եկավ անձին թաղեց, ասավ էլին խին հույսդ որ կար անձդ, էլ հիմա չկա, մեռել է, ամեն։ Դե թող ես գամ քո մեջ ծնվեմ ու մեծանամ, գրքի աղոթքի կյանքով զորանամ ու քո միջից մենակ ես պահեմ խստացված օրենքը։ Ուրեմն օրենքը պիտի պահվի, պահողին ա փոխե Տերը։ Ղևտական քահանայական օրենքն ա փոխե, Քրիստոսի քահանայությունը հաստատելով, ամեն։ Եվ ծուրն են մեկնում, այս կույր աղանդավորներն էլ գրքի լեցունություն չունենալու պատճառով կորուստ են գտնում։ Ազատ մարմինը մեղքի սիրահար է, մեղք գործելով չի հասկանում, որ մեղքի վարձքը մահ է, սրով պիտի մեռնեն ու դժոխք գնան բոլոր մեղք գործողները։ Իսկի չեն էլ հիշեցնում, որ Աստծուց ծնվածը մեղք չի գործում, ով որ մեղք է գործում սատանայի զավակ է։ Այս համարները չեն հիշեցնում, որովհետև նախ իրանցը ստացվել է, որ կտրեն գրքից, գիրք չկարդան, բոլոր աղանդավորները, հիշեք, նրանց կրոնավոր առաջնորդները չեն ուզում, որ հոգիները գիրք կարդան, կենդանանան, կույր աչքերը բացվի, ակաժները բաներ լսի, ամեն։ Հապա ասում են դու շնորհքով փրկված ես։ Խուլի համրի կույրի պես եկուր, նստի տաճար, ինչ ասում ենք հավատա, մենք երբեք չհավատաս քեզ խաբենք։ Այն Բաբելոնի պոռնիկ ծերերի նման պոռնկությունը ուզում էին փաթաթեին Շուշանի վիզը։ Եպիսկոպոս էին, ավակներն էին, ոչ ոք չէր հավատա, որ նրանք պոռնկության ոգիով լեցվել են սրբուի Շուշանին, ուզում են իրանց կրքերի համար ողջակեզ անեն։ Փառավորվի Տերը, հենց ես այդ տեղից եմ կարդաց այն ով որ կմերկացնի քույրերին պոռնիկա, անառակ կրքերի գերի ասում է, այդ պոռնիկ ծերերը, որ Շուշանը հանց այդ անառակությունը մերկացրին Շուշանին, ամոթույթները բացեցին, որ նրա մարմնի մերկությամբ հագենան։ Այսօրվա վարձկան հովիվները տկլորացնում են մեր քույրերին, Աստծո զավակներին, որ իրանց անառակ կրքերին հակուրդ տան, ու վերջում էլ լսում եք ինչ անառակությունների մեջ են ընկնում։ Տերը ողորմի, փախնեն մեր քույրերն ու եղբայրները այդ կեղծ կրոնավոր ցանցերից ու գնան ընդ որտեղ համ խոսնա պարկեշտ, համ հագուստնա պարկեշտ, քարոզում սրբություն, հագնվում սրբություն, ապրում սրբություն, ամեն։ Դա է Տիրոջ սուրբ եւ անարատ հոտը, եւ այդտեղ ծնվում են սրբվածներ ու սուրբեր են դառնում, ամեն, հինը հանելով Քրիստոս ակնելով։ Հարթնցեք Աստծո ժողովուրդ, վարձկան հովիվները փողերը կերել են, գրանցել են եկեղեցիները, ների եկեղեցին են դարձրել, դա Տիրոջը չի պատկանում, կեղծ Քրիստոսի եկեղեցին է, գրանցված կազմակերպությունները, գնացեք թղթերը պահանջեք կտեսնեք, որ եկեղեցի բառ գրած չկա անդե։ Շատ եկեղեցիների անունով եկեղեցիներ էլ արդեն հոգևոր համերգա սրահներ են գրանցված։ Ճշմարիտ եկեղեցու առաջնորդը Սուրբ Հոգին է, ուղեցույցը Սուրբ Գիրքը, հին եւ նոր կտակարանները, ամեն։ Դե գնացեք այդ եկեղեցիները գտեք, երկինք տարող այդ կոպիտ ասած ավտոբուսը, այդ եկեղեցին է, որ նա ինչ կխոսի, կասի այսպես կսե Սուրբ Հոգին ու Սուրբ Գրքի համարները քեզ կասի, ոչ թե ասում է մեր եղբայրությունը այսպես է, հասկացե։ Ես էլ ասում եմ տրորեմ այդ սաղ եղբայրությանը, որ Աստծո խոսքը տրորել են, ամեն։ Բոլոր մարդիկ կլան սուտ խոսքը մնա ճշմարիտ։ Ուրեմն գնացեք այն եկեղեցիները, որտեղ կասեն Դանիելը այս կսե, Երեմիան այս կսե, Սուրբ Գիրքը այս կսե, ամեն արծի պատասխանում, կոչնչացնեն հովիվներին, կբարձրացնեն Աստծո խոսքը, ամեն։ Թող Տերը փառավորվի։ Ուրեմն Եզիկիայի դրվագը հասկացանք,
Տեսեք նաև ինչ արեց Եզիկիայից հետո եկավ ապստամբ Մանասեն, նորից օտար աստվածների պաշտամունք հիմնեց։ Հետո եկավ Ամոնը, նորից զղջաց Մանասեն, մենք խոսել ենք այն թեմաների մեջ, աղանդավորների, բայց Ամոնը չզղջաց, Ամոնից հետո եկավ Հովսյան, փառավորվի Տերը Հովսյաներին այս նախանձախնդրությունը տալու համար, հիմա մենք էլ բերեք լսվենք Հովսյաների հոգիով, ու Տիրոջ տաճարը մաքրենք ու նա տաճարը մաքրելուց հետո անցավ օտար քաղաքներն ու հեթանոսած երկրներ, ամեն, այ Հովսյայի մաքրազարդումը նմանա քրիստոնյա առաքյալի մաքրագործման, իր տունը, իր եկեղեցին, իր քաղաքը եւ ամբողջ տարածքները մոտակա, ամեն։ Ուրեմն 34-րդ գլուխ Հովսյան քանդում է կռապաշտությունը։ Տեսեք, Հովսյան աննպատակ չէր, որ մանուկ հասակից նստավ, խորհուրդ տա, երբ մեկ քիչ սրբությունը աստվածային կյանքը աճում է նրա մեջ, կերակուր ուտելով, նախանձը, բարի նախանձը շարժվում է Տիրոջ տաճարը նորոգելու եւ սրբելու, ամեն։ 8 տարեկան էր Հովսյան, երբ որ թագավոր եղավ եւ 11 տարի թագավորեց Երուսաղեմ, 11 տարի թագավորեց Երուսաղեմում։ Եվ նա Տիրոջ աչքի առաջին ուղղություն արավ եւ գնաց իր հայր Դավիթի ճանապարհով եւ չխոտորվեց աջ կամ ձախ։ Ուրեմն Դավիթի կենսագրությունը կարդում էր, չէ՞ Դավիթը ոնց է պաշտե Տիրոջը։ Եվ իր թագավորության 8-րդ տարին, որ ինքը դեռ պատանի էր, թագավորության էլի նստավ 8 տարեկան, արդեն դարավ պատանի, 8 տարի անցավ, 16 տարեկան, որ ինքը դեռ պատանի էր, սկսեց խնդրել իր հայր Դավիթի Աստծուն եւ 12-րդ տարին սկսեց նա մաքրել, արդեն 18 տարեկան ելավ ու հասուն, որ իր խոսքը արժեք ունեներ, մանուկ ժամանակ չէր կարա, ինչպես Հիսուսը մանուկ էր, չէր կարում բան աներ, ամեն, պետք է ներքին աստվածային կյանքը քո մեջ աճի հասունանա, որ ես պղծված կռապաշտ ծերերի հետ կարողանաս կռիվ տաս Տերով ու հաղթես, պարզ է։ Եվ 18-րդ տարին 12-րդ տարին սկսեց նա մաքրել Հուդան եւ Երուսաղեմը բարձրավանդակներից, աստարովտի կուռքերից եւ քանդակած ու ձուլածոյ կուռքերից։ Նա կարդաց տեսավ, որ իր հայր Դավիթը դրանք չի պաշտե, ամեն, Սողոմոնը չի պաշտե։ Նա նաեւ տեսավ Սողոմոնի կործանումը, բայց դեռ սա քիչ էր։ Կուռքերը մաքրեց տեսանելի, բայց կային ներքին անտեսանելի կուռքեր։ Օրենքները որ էլա չկար, գրքերը վառել էին, պահել էին, նույն այսօրվա եկեղեցիները չեն թողում հոգիները գրքեր կարդան, որպիսի նրանց կեղծ գործերը չերևնա, ամեն։ 14 խոսքում, եւ երբ որ Տիրոջ տան բերված փողը հանում էին, Քեխիա քահանան գտավ Մովսեսի ձեռքով եղած գրված Տիրոջ օրենքի գիրքը։ Ուրեմն այդ ժամանակվա շատ սուրբ էր, որպիսի սաղ գրքերը չվառի վերանա, տաճարում, մետեղերում թաքցրել, պահել են, Աստված հրաման տվե, որ միտեղ դնեն, սվաղեն, ամեն, փակեն, որ մեկ օր մեզ սուրբի ձեռքն գնի այդ գիրքը, ու այդ ծածուկ այդ սրբությունը փլատակների տակ ընկած սուրբ գիրքը Հովսյայի նմանները վեր կբարձրացնեն եւ բոլորին կասի այս օրենքի գիրքը լա ճշմարիտ եւ մենք բոլորը սուտ նրա հետևորդ, ամեն։ Այս ձևը մաքրվելու տաճարները, ինչպես Հովսյան մաքրեց։ Վերջը գիրքը եկավ Հովսյայի մոտ եւ թագավորը լսելով օրենքի խոսքերը պատրեց իր հանդերձները եւ թագավորը հրամայեց, որ ելնեն գնան ու իրեն մասին հարցնեն, ինչ պատվիրեց։ Գնացեք եւ ինձ համար, Իսրայելի ու Հուդայի մնացորդի համար այս գտնված գրքի խոսքերի մասին հարցրեք Տիրոջը, որովհետեւ մեծ էր Տերոջ մեզ վրա թափվելու բարկությունը եւ եկան նրանք Ողդա մարգարեհու մոտ։ Ինչ ասեց Ողդա։ Կիները, ես մի կինն էր լսում Աստծու ձայնը։ Հովսյան գոռոզություն չարավ, ես գնամ քույրիկից հարցնեմ, ի շկապ ունի, ով կնվիրվի, շատ կկարդա, քույրիկ թե եղբայր, կյանքը կապրի, Տերը կօգտագործի նրան որպես ընտիրանոթ։ Եվ Տերը այսպես է ասում, Ողդան ասեց. Ահա ես այստեղի եւ նրա բնակիչների վրա չարիք եմ բերելու, այն բոլոր
անեսները, որ գրված են այս գրքի մեջ, որ կարդացել են Հուդայի թագավորի առաջին։ Նրա համար, որ ինձ թողած ուրիշ աստվածների խումբ ծխեցին, Աստծո խոսքը թողած ծռվել են գրքից, ամեն, նույնը չէ, նույն օտար աստվածների պաշտամունքը չէ։ Նրա համար, որ ինձ թողած ուրիշ աստվածների խումբ ծխեցին, որ բարկացնեն իրենց ձեռքերի բոլոր գործքերովը եւ իմ բարկությունը պիտի թափվի այս տեղի վրա։ Վերջը, ինչ արեց Հովսյան։ Հովսյան հավաքեց ցաղին, մաքրեց կռապաշտությունը եւ ամբողջ Հուդան, Իսրայելը եւ բոլոր քաղաքները Տիրոջ սուրբ վարդապետությունը տարածեց։ Ամեն։ Կամ իտեղ որ գրված է Տերը հավանեց, որ նա պղծում էր օտար աստվածներով էր լցնում այդ թագավորը Հուդայի երկիրը եւ Աստված հավանեց։ Այդպես բան չկա։ Ուրեմն ուշադիր ելեք, թագավորած շրջան ես, հավատքի շրջանին է վերաբերում։ Ով քույրս ու եղբայրս մի ասա իմ եպիսկոպոսը սուրբ է ու նա չի կարա ծռվի։ Այն մարդու վրա որ դու շատ վստահ ես, լավ իմացի որ կարող է եւ ծռվի, ամեն։ Սատանան Լուսիփերը ռեշտակապետն էր, բա ոնց ծռվավ գարշելի սատանա դարավ։ Սատանան էլ սկզբից ուղիղ էր, բայց հիմի ինչ է, Աստծուն էր փառաբանում, հիմի Աստծու հակառակորդ։ Ուրեմն մի վստահի, քո հովիվները սուրբ են ելել, բայց սերնդափոխության ժամանակ շատ հովիվներ նախքին հովվի նման չեն ծառայել։ Շատերը հովիվների գրվածները սուտ են համարել, գրվածները մի կողմ են գցել են, մենք այսպես ենք հասկանում ու սկսել են քիչ ժողովրդին գրքից եւ սրբությունից հեռացնել։ Ուրեմն արթուն եղեք եւ Հովսայի պես արթնացեք ու մաքրեք ձեր տները, ձեր եկեղեցիները Աստծո վախովը, որտեվ Հայրը այդպիսի պաշտամունքներին է հավանում, ամեն։ Եվ հիշեք Եսուի դրվագը, որ ասեց, ես չգիտեմ դու ում կպաշտեք, բայց ես եւ իմ տունը սրբությամբ եւ անարատությամբ Եհովային պիտի պաշտենք, պարզա։ Ուրեմն հիմա անցնում եմ նոր կտակարանի դրվագներին, որը ավելի հեշտ է, ավելի կարճ ժամանակում կմատուցանեմ, որտեվ այնտեղ պարզ եւ ուղիղ է գրված։ Մատթեոս 5:17-20 Ինչ ասեց օրենքի պահելու մասին։ Ասում է մի կարծեք, թե ես եկա օրենքն ու մարգարեներն ավրելու չեկա, հապա կատարելու, քանզի ճշմարտապես կսեմ ձեզի, մինչև երկինքն ու երկիր անցնին, այս օրենքից յոթը, օրենքը Մովսեսի 5 գրքերն ու մարգարեներն էր, օրենք մարգարեներ, ամեն։ Այդ ժամանակ նոր կտակարանը գրված չէր։ Ասում է ես չեմ եկել ավիրելու, խստացնելու եւ կատարելու։ Նշանագիր պիտի չաստի մինչև բոլորն էլ կատարվի։ Ուստի ով որ այս ամենափոքր պատվիրանքներն մեկը ավրի ու մարդոնց այնպես սովրեցնե, անիկա ամենափոքրը պիտի կոչվի։ Մի բիծ անգամ պիտի չծռես Աստվածաշնչի մեջ գրված։ Եվ տեսեք 20 խոստ ինչ ասում։ Քանզի կսեմ ձեզի, եթե ձեր արդարությունը դպիրների եւ փարիսեցիների արդարությունից ավելին չլա, բնավ պիտի չմտնեք երկնքի արքայություն։ Փարիսեցիներն ու դպիրները քարոզում են օրենքը, բայց չէին պահում։ Իսկ ասում է, եթե դու նրանց նման լինեք, չեք փրկվի։ Ապա դու պետք է համ քարոզեք, համ էլ Տերովը պահեք ու կատարեք, ամեն։ Ես չեկա օրենքը ավրելու, եկա կատարելու։ Պողոսը Ռոմիացիների 2:13-ում ասում է ոչ թե օրենք է, սուրբ օրենքները, մարմնի հոգու սրբությանը վերաբերվող օրենքները։ Ոչ թե օրենքները լսողները Աստծո առաջ արդար են, հապա օրենքները կատարողները պիտի արդարանան։ Հիսուսը ինչ ասավ Ղուկաս 10:25-ում, ասավ ինչ անեմ որ փրկվեմ օրինականը, գնասավ օրենքում ինչ գրված է կատարի, ամեն։ Հələ դու ընդունի որ պիտի կատարես, դրա համար օրենքով մեռա օրենքին, որ Աստծո օրենքը պահեմ, այդ քարոզները լսեք ու հասկանաք, որ օրենքով եք մեռել, որ օրենքին, եւ ինչպես պետք է պատվիրանների օրենքը պահվի քո մեջ, ամեն, պետք է պահվի էդի, թե ոնց այդ քարոզը լսի, Աստված քեզ շատ բան կբացատրի, ամեն։ Ուրեմն Եփեսացիների 4-րդ գլուխ տեսեք Հիսուսը հորդորերա, որ ես չեմ եկել Հայր Աստծո օրենքն ավիրելու, ապա կատարելու։ 5:48-ը, որ վերջնաբանի մեջ կկարդամ, ասում է ձեր երտնային հորպես կատարյալ սուրբ եղեք, ամեն։ Էսի ումն է ասում։
Հիսուս է դա քարոզը, հին ուխտի սուրբերն են քարոզը, երթով գնում ենք Պողոս հզոր հեթանոսատ առաքյալի քարոզչությունը, Եփեսացիս 4-րդ գլուխ, ասում է Աստված մեկ քանին տվավ մարգարեներ, առաքյալներ, վարդապետներ, ինչի համար, եկեղեցին սրբությունից էլ ավելի սրբության տանելու, լսեք, Եփեսացիս 4-րդ գլուխ 11-13 Եվ մեկ քանիներին տվավ առաքյալները լալու, հասունները էսի նկատի ունի, մեկ քանին մարգարեներ, մեկ քանին ավետարանիչներ, մեկ քանին հովիվներ ու վարդապետներ, սուրբերին կատարյալ սրբություն հաղորդելու, որ դու չես հավատում, ով միամիտ, ով խաբված հավատացյալ, որ սուրբ կարա մարդը տերովը դառնա, հինանի Քրիստոս ակնի, սուրբը ակնելով է մարդը սուրբ դառնում, էլ դուք հավատաս, որ այդ սուրբը կանա ամբիծանարատ կատարյալ սուրբ դառնա, խաբել է անօրենը ձեզի, առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեստի, այս համարները գնա, գրի ու հետևի, այս համարներով դատելու է, եթե չապաշխարես Սուրբերին կատարելության համար, կատարելության հասցնելու, կատարյալ սրբության, պաշտոնի գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար, մինչև ամենք սալ հասնենք հավատքին ու Աստծոյի որդի ճանաչելու միաբանությանը, կատարյալ մարդ ըլլալու, Քրիստոս Հիսուսի լման հասակի չափն ունենալու, ուրեմն քանի Քրիստոս Հիսուսի լման հասակի չափը չես ունենում, էլ Աստծուն չես ճանաչում Հիսուսի լման ասակի չափը քեզ նվիրելու համար տվես սուրբ սպասավոր, դե դու չունես սուրբ սպասավոր, ով շեղված կրոնավոր, որ ունենաս կգնաս կարծնես, բայ ես ինչ անեմ, որ ես էլ սուրբ դառնամ։ Իսկ քո սուրբ սուտ սպասավորը ծաղրում է սրբությունը, որ հանգարց դու մետեղ չկորթաս, որ սուրբեր կլեն երկրի վրա։ Որ առանց խաղաղության ու սրբության մեկը Տերը չի տեսնի։ Ուրեմն Տերը ասավ կատարյալ սուրբ, կատարյալ սուրբ Քրիստոսի լման հասակի չափ, դա բոլորին է, մինչև ամենքս հասնենք։ Ով փափագի, խնդրի կառնի, փնտրի կգտնի, դուռը թակի կբացվի, ամեն։ Վերջ, դե գնա ու աճի։ Եթե դու ճշմարիտ ծնվել ես, ճշմարիտ կերակուրով աճես, բոլորն էլ չափահաս կդառնան եւ կօգտագործվեն Աստծո փառքի համար, ամեն։ Սուրբ ոգին, որ ձեր վրա ներդրում է արե, որ դուք սուրբանոտ դառնաք, ով որ իր անձը, Տիմոթեոս 2-րդ թուղթ, անարգ բաներից մաքրի, Տիրոջ ձեռքին սուրբ ու անարատ գործիք կդառնա, կօգտագործվի իր անունի փառքի համար։ Հետո գրված է քույրիկը չի կարա, եղբայրը չի կարա, ով որ մաքրի։ Գնացեք բոլոր աշխարհը, ավետարանը քարոզեցեք, Տերը նպատակը ունեցե, որ քո մեջ ներդրում արե Սուրբ ոգին, բայց դու այդ նպատակը մեղքը սիրելով, աշխարհը սիրելով, աշխարհի ոգով պղծվելով ու մեռնելով ձախողել ես։ Մեռել ես, էլ չես ապրում, էլ որտեղից ապրես։ Որտեղից աճես, որ դու մեռել ես, գիրտն ու աղոթքը թողել ես։ Լակկպի գրքի աղոթքի անդադար սերտելուն ու աղոթքը շատացնելուն, կտեսնես ոնց սրբությունը քո մեջ կզարգանա ու բոլորին կանցնես ու Տիրոջ ընտիրանոթը կդառնաս եւ Սուրբ Հոգու ձայնը լսելով սրբությամբ, անարատությամբ սրբությունը կկատարելագործես Աստծո վախով ու ավելի մեծ բարքերներ կստանաս Տերից։ Ամեն։ Ուրեմն անցանք Եփեսացիս էլի Պողոս առաքյալի գրած 20 խոսքից մինչև 32 ընթերցում են, որ ինչ սրբություն է քարոզում Պողոսը։ Բայց դուք այսպես չսովորեցաք Քրիստոս, էլի մեղքի կյանք ապրելով, թե եւ անոր վրայով լսեցիք ու անկեսորվեցաք, թե ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի մեջ է, ճշմարիտ սրբություն ունենալու համար Հիսուսը պետք է քո մեջ ունենաս, Հիսուսը հագնես, որպեսի ձեր վրայեն հանեք այն ձեր առաջվան վարմունք ունեցող հին մարդից իսկա սրի քաշի, սավուղը չի արե, Սամվել դու արա, ամեն, որ նզով կվերացնես քո եկեղեցուց, որ խաբեբաց անկություններով ապականված էր, եւ ձեր մտքով ու հոգիով նորոգվեք անարատ դառնաք, եւ նոր մարդը ձեր վրայեն հագնիք,
Ինչպես Պետրոսն ասում, քիչ մատեններություն կրել են ետքը, ինքը ձեզ թող կատարյալն է, հաստատե, զորացնե ու հիմնե, ամեն, անոր փառք ավիտյանը Սավիտենից ամեն։ Եվ նոր մարդը ձեր վրային հագնեք, որ Աստծոյ պատկերին պես արդարությունով ու ճշմարիտ սրբությունով ստեղծվածը, ճշմարիտ սուրբ, ոչ թե կեղծ, անունով սուրբ հավատացյալ գործելով հանցագործ հայոյող բարկացող անիծող քրիստոնյա, եւ դա հայոյանք է բերում մեր Տիրոջը։ Ուստի ստությունը մեկդի ձգելով ճշմարտությունը խոսեցեք, ամեն մեկը իր ընկերին, տեսեք ինչա քարոզ է մեր սուրբ հեթանոսած առաքյալ Պողոսը, եւ ասելա նմանվեք ինձի բոլոր հոգիներ կորընթացիներ, ինչպես ես նման եմ արդեն Քրիստոսին, ամեն։ Վասնզի մենք իրարու անդամներ ենք, եթե բարկանաք մեղմի գործեք, մեղսալի բառեր, խեղկոտակություններ ձեր բերաններից դուրս չկա, մեղմի գործեք, արևը ձեր բարկության վրա մայր չմտնի, զանգեք, կիսվեք, խորհրդացեք ու աղոթեք, որ էլ չսայթակեք։ Եվ սատանային տեղի մի տակ, ան որ գողություն կնե, ալթող չգողանա, այլ մանավանդ աղեք գործիմը պարապելով, իր ձեռքերով աշխատի, որպեսի կարող լա տալ կարոտ եղողին, ամեն։ Բնավ ձեր բերանից ապականյալ խոսք, չլա, ապա ինչ որ աղեք է պետք եղածը շինության համար, ապականյալ աշխարհիկ, խեղկատակություն, ծաղրող, հայոյանք, անեսք, որը սուրբ գրային չէ ապականված աշխարհից, ամեն, որպեսզի լսողներուն շնորհք տա, եւ Աստծոյ Սուրբ Օքին մի տրտմեցրեք, եթե մի հատ մեղսալի բառ ես ասում, մեղսալի միտք ես ընդունում, Սուրբ Օքին տրտմում, մարում ու հեռանում է, եթե չես զղջում։ Եվ Սուրբ Օքին մի տրտմեցրեք, որով դուք կնքվեցաք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, ամեն բարկություն, ամեն սրտմտություն եւ աղաղակ եւ հայոյություն վերցվի ձեզմե իրենց չարություններով մեկտեղ։ Իրարու հետ քաղցր եղեք գթած ներելով իրարու, ինչպես Աստված Քրիստոսով ներեց ձեզի։ Սա մեղք է քարոզում։ Սա սրբությունից սրբություն է մինչև Հիսուսի լման հասակ ունենան։ Եվ տեսեք, ուստի հաղորդ մի ելեք այդ խավարի անպտուղ գործերին, տեսեք կարդամ, քննեցեք թե իշտ է Տիրոջ տաճելի 5:10-ից 12 Եփեսացիս։ Ու կցորդ մի լակ խավարի անպտուղ գործերին հապազանոնք հանդիմանեցեք։ Եվ 14 ինչ կսե, արտնացիր այ մեռած դիակ ավատացյալ, արտնացիր, որ կքնանաս գիրտն ու աղոթքը թողերես, և կագնե մեռելներեն ու Քրիստոսը քեզ լույս պիտի տա։ Էս են քարոզ է մեր սուրբ եպիսկոպոսներն ու առաքյալները, ստե մեղ կա, թե Ռոմիացիների թղթից մինչև Եբրայեցիների թուղթով սուրբա թող էլ ավելի սրբանա ու Հիսուսի նման դառնա, ամեն։ Թեսաղոնիկեցիների 1:6 ինչ ասում, դուք էլ մեզի ու Տիրոջը նմանվելով, սա հանդգնություն չէր, որ Պողոսը նման չէր ու այդպես բան քարոզեր։ Ուրեմն, Եփեսացիները անցան, Կողոսացիս 3:8-ից 17 էլի նույնն է քարոզում։ Տեսեք, քանի տեղ է քարոզում, որ չասեք մի տեղ է գրված։ Ուստի ձեր երկրավոր անդամները սպանեցեք, պոռնկություն, պղծություն, անսանց կիրք, չար ցանկություն, ագահություն, որ կռապաշտություն է, որ կրամոլությունից բխում է բազում մեղքի կրքերը։ Հոգևոր որ կրամոլ եղեք, որ ձեր մեջից սուրբ կրքեր բխեն ու սրբությանը գերի դառնաք, ամեն, ուտում ու թմրում եք, մռապ է գալիս ձեր վրա, էլ չեք կարում գիրք կարդաք, որ հոգով զորանաք, ամեն, որոնց համար Աստծոյ բարկությունը անհնազանդության որդիներու վրա կուգա, որոնց մեջ ատենը դուք ալ կքայլեիք, երբ անոնց մեջ կապրեիք, բայց հիմա մեկդի ձգեցիք դուք ալ այն ամեն բարկությունը, սրտմտությունը, չարությունը մեկդի եք թողե, հայոյությունը, անամեստ խոսքերը ձեր բերաններից։ Հլմատ քննի այդ բառըդ քո հավատքի վրա առաքինություն բերես թե լկտիություն։ Էդի ասում փառք ու պատիվ բերես թե հայոյանք ու ծաղրանք։ Ուրեմն լեզուդ այդ անսանձ լեզուդ զսպի, լսեք կարոզը մեր անսանձ լեզուն մեզ դժող կտանի ու վախեցեք ստից, խեղկոտակությունից ու ծաղրանքից։ Եթե այդ բառը պետք է ասում փառք չբերի,
բերանիցդ մի թող դուրս գալը մտքիցդ էլ հանի, որտեղ միտքդ պղծեց արդեն, այսօր զսպեցիր վաղը կկատարես։ Իրարու սուտ մի խոսեք, հին մարդը իր գործերով ձեր վրա են հանեցեք, հինը ինչը սիրեր ես աղբամարի Պողոստասա, ինչը որ ինձի շայր Փիլիպեցիներից 3-ում ագրում, աղբամարեցի Քրիստոսի գերազանց գիտություն ընդունելու համար, ամեն, որպիսի ճանաչեմ զանիկա, աշխարհիկ հաճույք ունեցողը, աշխարհիկ բառեր ունեցողը չի կարա ճանաչի Հիսուսին, ամեն, հին մարդը չի հանե իր վրայից, որ նորը հագնի։ Եվ հագեք նորը գիտությունով նորոգված, իր ստեղծողի պատկերին պես, ուր հույն ու հրյա, թլպատություն, անթլպատություն, բարբարոս սկութացի, ծառա կամ ազատ չկա, հապա Քրիստոս է ամեն բանի մեջ, եթե Քրիստոսն է քո մեջ, ինչ բարդ բան կա օրենքը պահի ու կատարի, եթե Քրիստոս քո մեջն է, դու մեռել ես օրենքը զանցարող, արդեն Քրիստոսն է պահում ու կատարում, որ Քրիստոսը փառավորվի քո շուրթերով, ամեն։ Ուստի Աստծոյ ընտրյալ սուրբերի պես ու սիրելիների պես, ձեր վրա հագեք գութը, ողորմությունը, քաղցրությունը, խոնարհությունը, ստե մետեղ գրված է պղծությունը, խուժանությունը, գողությունը, որտեղից են հնարել սուտ քարոզիչները, նզով են նրանք, որոնք այս խոսքը կխարդախեն, որտեղ մեզ սուրբի քարոզի մեջ թող գտնեն, որ առաքյալ նոր դորերը դու անառակ կարաս լինես, դու կարաս գող լինես, ամոթույքները դբացես, գրավես բոլորին, մի համար, կույրեր հազարավոր համաները կեստել չեմ գրե, ինչի եք զանցարե, մեկ որ պատասխան եք տալու, արթնցեք, գնացեք, ապաշխարեք, թե արտաքինից, թե ներքինից սուրբեր դարեք, ու սրբուհիներ, Աստված խաղաղարարներին ու սրբուհիներին և սուրբերին է երկինք տանելու, որտեղ սուրբը սրբություն է պահանջում, պիղծ սատանան պիղծերին կպահանջի, ու կտանի իր մոտ, հիշեք։ Հագեք էզությունը, երկայնամտությունը, իրարու ամփերելով, իրարու ներելով, եթե մեկու դեմ տրտունջ ունենա մեկը, ինչպես Քրիստոսը ձեզի ներեց, նույնպես ալ դուք ներեք, և այս բոլոր բաներու վրա սերը հագեք, ու գիտեք Կորինթացիս 13-ում սերը իշնա կարդացեք, եթե սեր չունես, ոչինչ ես։ Այս բոլոր բաներու վրա սերը հագեք, որ կատարելության կապն է, ուստի Աստծոյ խաղաղությունը ձեր սրտներուն մեջ թող թագավորի, ամեն, ամեն ատեն խաղաղ եղեք, ամեն ատեն իրար սիրեցեք, ամեն ատեն ներող ու սիրող եղեք, ամեն։ Սա Սուրբ Պողոս առաքյալն է քարոզում։ Պետրոս առաքյալը 2-ի, իր երկրորդ առաջի թուղթ 2-ի 9-ից 24-ում։ Դե գիտենք, առաջի գլխում հենց 15-ից 16-ում գրված է ձեզ կանչող Սուրբի պես դուք էլ Սուրբ եղեք, որտի վերջնաբանին է մնացել։ Տեսեք, բոլոր առաքյալները, բոլոր սուրբերը Աստծո ժողովուրդ հետ են քարոզել։ Քանզի Աստծոյ 2-ի 19-ից 24, քանզի Աստծոյ շնորհքը այս է, երբ մեկը բարի խշմտանքով անիրավ տեղը վիշտ կկրե, վասնզի գովեստի արժանի ինչ կա, եթե մեղ գործելով ծեծվինք ու ամփերենք, ասում է, էտի գովեստ չի, էտի աշխարհն էլ անցանքի մար ծեծվում, ամեն, բայց եթե բարին գործելով, սուրբ կյանք ապրելով չարչարվինք ու հալածվենք, ատիկա Աստվածանից շնորհքը ստանալա, ամեն, բարին անում ու հալածվում ես։ Քանզի դուք այդ բանի համար եք կանչվել, բարի սուրբ կյանք ապրելով հալածանք կրեք, վասնզի Քրիստոսալ ձեզի համար չարչարվեցավ ու ձեզ օրինակ թողեց, ուրեմն մենք Հիսուսի նման պիտի քայլենք, խոսենք ու գործենք, ամեն, որպեսզի իր շավիղներուն հետևեք, անմեղ չգործեց և իր բերանի մեջ նենգություն չգտնվեցավ, բայց կնախատվեր ու փոխարենը չեր նախատեր, կչարչարվեր ու սպառնալիք չեր ըներ, հապա ինքսին կարդար դատավորին կազներ ամեն դատը ու կասեր հայր ներեք կույրեն չեն հասկանում, ամեն, բա որտեղից են վերցրեց քարոզները, որ այդ ազատ սուտ ավետարանից են ուրեմն քարոզում, ներրի ավետարանից, պղծված ավետարանից, խարդախված ավետարանից, որ հակա Քրիստոսի ավետարանն ամեն, սուրբ ավետարանը և սուրբ առաքյալներն ու մարգարեներն ու առաջնորդները, այդպես քարոզներ չեն տվել,
Նրանք միշտ հորդորեր են սրբությունը կատարելագործեք Աստծո վախովը։ Հին ուխտում չեն ասել կատարյալ սրբության, նոր ուխտում հասել են ու հասցրել են, ամեն։ Եվ առաջի Հովանու, ես էլ Հովանես ավետարանի չէ, Հակոբոսը նույնը կսե 2:9-10, ան որ բոլոր օրենքը կպայի ու մի բանի մեջ անցավոր կլինի, բոլոր օրենքի դեմ եղավ անցավոր, ամեն, քանի առաքյալ ու մարգարե հիշենք, որ ես մեզ լսողները հավատան իրենք մոլորված են ու ապաշխար են։ Առաջի Հովանու 1:5 Քիչ մնաց Աստծո ժողովուրդ, հարմ մնացեք, արթնացեք ու լսեք կարևոր կետերին եմ ասել։ Աստված լույս է, սրբություն, ժողովուրդ, այնտեղ խավար բան չկա, ուղիղ ասում է Հովանես առաքյալը։ Ասիկա է այն պատգամը, որ իր մեր լսեցինք ու ձեզի կիմացնենք, թե Աստված լույս է, մաքրություն ու սրբություն անարատ, եւ անոր մեջ բնավ խավար, մեղ չկա, ամեն, սատանի մեջ, սատանան լրիվ խավար է, մեղքի պղծության շտեմարան եւ նրա մեջ է լույս չկա, ամեն։ Եթե ասենք անորետ հաղորդակից ենք Հիսուսի հետ ու խավարի մեջ պտտինք մեղքեր գործելով, սուտ կխոսենք ու ճշմարտությունը չենք կսեր, հապա եթե լույսի մեջ քայլենք, ինչպես անիկա հենց հիմա լույսի մեջ, ամեն, ուրեմն մենք երկրի վրա կարանք երկնքի սրբությունը ապրենք Տեր Հիսուսի կյանքովը, ամեն։ Ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդակից կլանք եւ անոր որդու Հիսուս Քրիստոսի այրունը մեզ ամեն մեղքից կսրբե, կազատագրե։ Ինչ ասեց առաքյալը, եթե լույսի մեջ քայլենք ու կարանք քայլենք։ Եվ տեսեք, կարդում եմ 2:1-2-ում ցույց է տալում, որ հին Ադամից պետք է դուրս գանք, նոր Ադամի մեջ մտնենք, Հիսուս Քրիստոսի մեջ մտնենք եւ նրա պես քայլենք, խոսենք ու գործենք։ Առաջի Հովանու 2:1-6 ցույց է տալիս մեղավոր Ադամից դուրս գալ ու Քրիստոսի մեջ մտնել ու իրանման սուրբ դառնալ։ Ադամի մեջ ենք իրանման պիղծ ենք, Քրիստոսի մեջ ենք իրանման սուրբ ենք։ Իդ ոնց Ադամի մեջ մտնելը իրական պղծված Ադամի գործերն անում ես, եթե դու Քրիստոսի մեջ ես, ուրեմն Քրիստոսը չկարում է քեզ իր գործերը անել տա։ Եթե իր մեջ ես, բայց իր մեջ չես, որ մեղք ես գործում։ Որդյակներ, այս բաները ձեզի կգրեմ, որպեսզի մեղք չգործեք, հասնեք այդ աստիճանի։ Բայց եթե այդ ապաշխարության շրջանում մեղք գործելու լակ, այդ աճման շրջանում ընկնեք, սայթակեք, հոր մոտ բարեխոս ունեք Հիսուս Քրիստոս արդարին, անիկա մեր մեղքերին քավություն է ոչ միայն մերուններուն, հապա բոլոր աշխարհի մեղքերն էլ ներելա մի մտածեք, ելեք ու վազեք դեպի Հիսուսը։ Եթե անոր պատվիրանքները պահենք, այնատենք, կգիտենանք, թե զանիկա կճաշնանք։ Ան որ կսե թե ես զանիկա ճանչծա ու անոր պատվիրանքները չի պահե, ստախոս է ու անոր մեջ ճշմարտություն չկա։ Մի բառ եթե ցույց տվեցի դու ծռում ես ու չես ընդունում, դու ստախոս ես ու անոր պատվիրանքները չես պահում։ Իսկ Տերը ասում է, որ ինձ կսիրին բոլոր պատվիրանքները կպայի ու ես ու հայրը կգանք եւ անոր մեջ կբնակվենք, ամեն, ու նրա միջոցով կգործենք։ Բայց ան որ անոր խոսքը կպահե, իր ասմե անոր մեջ կատարյալ է Աստծոյ սերը եւ ատով կճաշնանք թե անոր մեջ ենք։ Ան որ կսե թե անոր մեջ կբնակվի, այնպես պետք է քայլե, ինչպես անիկա Քրիստոսը քայլեց։ Ամեն, սա են քարոզե բոլոր սուրբերը։ Իսկ Հիսուսը չի կարա մեղք գործի։ Հիսուսը ոչ միտեղ մեղսալի միտք անգամ չի ունեցե։ Դրա համար էլ առաքյալները շատ տեղքեր գրում են, որ ձեր հոգին, մարմինը, շունչը անբիծ ու անարատ կպահի մինչև Տերոջ գալուստը։ Ամեն, սա է Տիրոջ քարոզչությունը։ Եվ որպես առաքելական թղթերի վերջնաբան կարդամ 3-րդ գլուխը 3-ից մինչև 8, որ իմանակով մեղ կա գործում է հավատացյալը կեղծ կրոնավոր ու սատանայի զավակա, ան որ սուտ կխոսի, բուն իրեններից կխոսի, որտև նա ստախոս է և ստախոսների հայր, դա էլ գրված է Հովանու 8:44-ում, ամեն։ Ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի Հիսուսին նմանվելու հույս ասմա սիրելիներ, հիմա մենք Աստծոյ որդիներ ենք կոչվում,
Եվ տակավին հայտնի չէ, թե ինչ պիտի ըլլանք։ Բուն Հիսուսի նման պիտի ըլլանք երկրի վրա, ամեն, որտև ուրիշ Աստծո որդի չի եղել է։ Չէ։ Ամեն ով որ այդ հույսը Հիսուսի նմանվելու հույսը անոր վրա ունի, ինքսինք կմաքրե, ինչպես անիկա մաքուր է։ Ամեն ով որ մեղքը գործե, անիկա անօրինեություն էլ կգործե, եւ բուն մեղքը անօրինեությունն է, Աստծո օրենքը, Աստծո խոսքը զանց անելը մեղք է։ Ամեն։ Եվ գիտենք, թե անիկա հայտնվեցավ, որպեսզի մեր մեղքերը վերցնե, բայց իր մեջ մեղք չկա։ Ամեն ով որ անոր մեջ կկենա, մեղք չի կարա գործի։ Ամեն։ Քրիստոսի մեջ ոնց կարա մեղքի դևը չի կարում մոտիկան այդ լուսոզորությունից, որ ինձ մեղքի միտտո ես էլ մեղք գործեմ, ամեն։ Եկած նետերը Աստծո Սուրբ Օգու լույսը վառում է, չի թողում մոտիկան անձի, որտեղ որ մի ժամանակ ես գերի էի մեղսագործ սատանային, նա էր իմ թագավորը, հիմա գերի եմ Սուրբ Հիսուսի, նա է իմ թագավորը եւ իր կրակե լուսոզորությունը պահում է բոլոր կրակոտ նետերից։ Էլ ոնց ես կարամ մեղք գործեմ։ Ամեն ով որ մեղք կգործե, զանիկա Քրիստոսին տեսած չէ ու զանիկա ճանչծած չի։ Որտյագներ մեկը ձեզ թող չխափե, ան որ արդարություն կգործե արդար է, ինչպես անիկա Քրիստոսը արդար էր։ Եվ ան որ մեղք կգործե սատանայեն է, վասնզի սատանան սկզբեն ի վերքը մեղան չէ։ Ուրեմն ով որ մեղք կա գործում սատանայի որդի է։ Ու մեղ գործելով չավատակ շնորհքը մեղքի պաշտոնյա քեզ չի դարձնում։ Քավլիցի շնորհքը ոչ էլ քեզի ազատում է պատվիրանները օրենքը պահելուց։ Շնորհքը քեզանից է քեզ թլպատում։ Ասում է դու օրենք ծռող ես միայն, դու մերի թող Քրիստոս քո մեջ ծնվի ու ապրի։ Ու ինքը քո միջից կարա պահի այն խստացված օրենքը, որ ինքը տվել է, ամեն, որ ինքը փառավորվի ամեն բարի բանի մեջ։ Դրա համար քրիստոնեական կյանք չի նշանակում Քրիստոսի կյանքի նմանություն կամ դրա կյանքի մի տեսակ։ Բուն Քրիստոսն է արտացոլում քո միջոցով։ Վերջ։ Չկա։ Ուրիշ ձև չկա։ Կամ պետք է լման ինքը արտացոլի քեզանից։ Ինքը խոսի, մտածի ու գործի։ Կամ դու չես կարող այդ կյանքը քո ուժերով ապրի։ Ամեն։ Ուրեմն թո Տերը փառավորվի, որ իրականից հասկանանք, որպես վերջնաբան ես կարդացի այդ Մատթեոս 5:48, առաջի Կորինթացիս 11:1, առաջի Թեսաղոնիկեցիս 5:23, առաջի Թեսաղոնիկեցիս 1:6, առաջի Պետրոս 1:15-16, առաջի Հովանու 1:7, 2:6, Հուդա 20, Հայտնություն 22:11 եւ 18-19 Հայտնություն 22-ի։ Բոլորը քարոզում են ով սուրբա թող էլ ավելի սրբանա, ամեն։ Ուրեմն որպես վերջնաբան, այս համարները, որը հիշում եմ, որ համայրանգիր գիտեմ, կարդամ ու լավ ամոզվեք, որ ճշմարիտ քրիստոնյա սուրբերը, որոնք աղանդավորներ չեն, եւ նրանց բոլոր աստվածաշնչյան սուրբ գործերը միշտ հորդորել են մեզի սրբությունից սրբության գնալու։ Ու չխաբվեք եւ աղանդավորներին տաղանդավոր սուրբերի պես չդնեք ու դատեք, ամեն։ Քննեցեք այդ եկեղեցին աղանդավոր է, թե տաղանդավոր սուրբեր են, հինը անած Քրիստոս հագածներ կամ այդ ճանապարհի վրայի մարդիկ, ամեն, դուք եթե ձեր աչքերը Աստծո խոսքի եւ աղոթքի կյանքով բացեք, շատ բաներ կտեսնեք, որ 90% հələ դեռ ավելին աղանդավորներ են, շատ քիչ են ճշմարիտ սուրբերը։ Հիսուսն էլ ասե, որ կամ երկրի վրա այդ ճշմարիտ հավատքը կգտնեն, մի վախեցիր պստիկոտ, սուրբ եւ անարատոտ, կանչվածներից ընտրյալները զատված հոտ, ամեն, ընտրյալներին հավաքող հոտ։ Թագավորությունը քոնն է լինելու, պարզա, որտեվ ես սուրբ եւ անարատ փեսաս, սուրբ եւ անարատ հարս եմ ուզում ունենալ, ամեն։ Իսկ պորնիկ անառակ եկեղեցին Բաբելոնի պորնիկին է պատկանում, որ հայտնության գրքում մենք կխոսենք կեղծ կրոնների ղեկավարը
Այս բոլոր գրանցված եկեղեցիները պատկանում են այդ պոռնիկ սատանայի սուտ մարգարեին եւ նրանք էլ երկրպագում են սատանային կեղծ կրոն, Աստվածաշնչից դուրս կրոն, միայն Հիսուսի անունով ա փրկություն, ով որ կասի ուրիշ մարդով փրկություն կա նզովյալ լինի, գործ կառակելոց գիրքը ինչ կսե, միայն Հիսուսով ա փրկություն, ամեն, աշխարհի տակ չկա որևէ անուն, որով կարան փրկվեն, ամեն, եւ միայն նայա որպես քրիստոնեության, հոգևորության ղեկավար, որ մեռելա, ննջելա ու նորից հարություն առե, բոլոր կրոնի առաջնորդները, բոլոր կրոնի հիմնադիրները մեռել են ու իրենց ոսկորները փդացը ու հարություն չեն առե եւ հավատում են, որ հարություն էլ չեն կարա առնի սուրբերի հարության հետ, ամեն, նրանք կմնան դատաստանի հարություն, Դանիել 12-ում գրված պարզա, իսկ երանելի եւ սուրբ են անոնք, որ շուտով հարություն են առնելու, սրանք սրբություն եւ անարատություն քարոզող ու հիմնադրող սուրբերն են եղել, որոնք իրենք չեն եղել արդեն Քրիստոսն է իրենց միջոցով գործ է, ամեն։ Ուրեմն Մատթեոս 5:48 անգիր արեք այս համարները, որ երբ գողիած սատանան կրոնի ոգով արձակվի վրաները տակ ճակատին ու գետին տապալեք, ամեն, ասեք ետիս գնա սատանա գրվածա ձեզ կանչող սուրբի պես, ինչ ասեց Հիսուսը, ձեր երտնային հոր պես կատարյալ եղեք, սա է իմ համար գերագույն հիմք, ետքը առաջի Կորինթացիս 11:1 Պողոսը Զորեթանոսած առաքյալը ինչ ասեց նմանվեք ինձի ինչպես ես արդեն նման եմ Քրիստոսին ամեն Թեսաղոնիկեցիս գրքում Պողոսը ասում է 1:6 առաջի դուք էլ մեզի ու Տիրոջը նմանվելով խոսք ընդունեցիք ուրախության մեջ Ասովախովը հանդգնություն չէր Պողոսին եթե նա Հիսուսի նման չէր իրեն Հիսուսից առաջ դներ որտեվ նա էլ չկար եթե իրեն առաջ էր դնում էլի Հիսուսն էր առաջ գնում որտեվ նա ասում էր ալ ոչ թե ես եմ ապա Քրիստոս ամեն Առաջի Թեսաղոնիկեցիս 5:23 ձեր հոգին շունչը եւ մարմինը ամբից ու անարատ կպահի մինչև Տերոջ գալուստը էլի Պողոսն ա քարոզ է Առաջի Պետրոս 1:15-16 ձեզ կանչող սուրբի պես դուք քալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ մտածելուց, խոսելուց, հագնելուց, ուտելուց, խմելուց ամեն բանի մեջ տանը դրսում հատկապես տանը որ քորեշ կերպարը տան մեջն է երևում այդ մազոլները լավ սեղմում են ամեն գործի մեջ երբ կուրքերիդ են կպնում հրեշն է դուրս գալիս թե հրեշտակը ամեն Որովհետև նա ասաց սուրբ եղեք Հիսուս Քրիստոսը, քանզի ես սուրբ եմ, ուրեմն սուրբ փեսան, սուրբ հարս ա ուզում, անբարոյական սատանան փեսան, անբարո հարս կուզի աշխարհիկ, ամեն, իսկ մեր սուրբ Հիսուսը սուրբ եւ անարատ, աշխարհից զատված, աշխարհի պիղծ կերպարանքից բաժանված հարս ա ուզում, ամեն, հագուստը պարկեշտ, նայվածքը պարկեշտ, մազերը սուրբ գրային, արտաքին ու ներքին սրբություն հագած, սուրբ կույս հարս ա ուզում, ամեն, Աստված անբարոյականների հետ չի ամուսնանա եւ ինքն էլ անբարոյական շնացող չի դառնա, հիշեք, ասում է, որ շնացողին մեկ անում է, նրա հետ մեկ մարմին ա դառնում, Կորինթացիս 6-ում ա գրված, ամեն Առաջի Հովանու 1:7 կարդացի, որ նա լույս է, ու մենք պիտի լույսի մեջ ապրենք, 2:6 անոր կսի անոր մեջ կբնակվի, այնպես պիտի քայլե, ինչպես Քրիստոսը քայլեց։ Նա մեղք չի գործե, ու դու էլ կարաս իրանով մեղք չգործես, ալ ոչ թե դու Գաղատացիս 2:20 անգիր արեք ես համարը, հապա Քրիստոս։ Ոչ թե տակինը, հապա վրայինը չի թողում, որ մեղք գործեմ, մեղսալի բառեր խոսեմ, մեղսալի նայեմ, մեղսալի մտածեմ, ամեն Հուդա 20 Աստծո ժողովուրդ նախավերջին թուղթը եւ ամենավերջին թղթի ամենավերջի գլուխները գրել են Հուդան եւ Հովանեսը Հուդան ինչ ասե սուրբ հավատքը բայց գրել է որ ձեր հավատքը ամենասուրբ հիմքերի վրա հաստատեք ամեն ամենասուրբ գրային վարդապետությունը Եթե տեսնում ես ով ծրված է գնա պարապա ու նստի հետը խոսի եթե կընդունի շահեցար Ավելի սրբացավ քո վարդապետությունն ամեն, եթե չընդունի հեռացի իրենից, շեղված է, ինքը շատ շեղումներ ունի, պարզ է, հովիվներին օգնեք,
Օվերների եւ ահարոնների նման նրա ձեռքերը վեր պահեք, որ Իսրայելը հաղթանակի։ Բայց եթե կտեսնեք նա ծռվում է, հանդիման է, եթե չի ընդունի, հեռացեք։ Ամեն։ Ինչպես Մովսեսը հանդիմանեց Ահարոնին։ Եթե չընդուներ, քարերը գլխին կտար կսպաներ։ Պարզա, ինչպես շատերին բնաջնջեց։ Եվ հայտնության գիրքը կուզեմ որպես վերջնաբան։ Հուդայից հետո գալիս է հայտնություն գիրքը, Հուդան ասավ ձեր ավարտքը ամենասուրբ հիմքերի վրա հաստատեցեք, եւ որպես վերջնաբան կարդամ հայտնություն 22-ի 11-ը եւ 18-ից 19-ը ու սրանով ավարտենք այս սուրբ անարատ քարոզչությունը, ամեն, որ ճշմարիտ սուրբերը եւ նրանց աստվածաշնչյան սուրբ գործերը սրանք են եղել։ Ան որ անիրավություն կնե, թող էլ անիրավություն ընե, ան որ աղտոտ է, թող էլ աղտոտվի, ան որ արդար է, թող էլ արդարանա, ան որ սուրբ է, թող էլ ավելի սրբվի, ամեն, ահա ես գալիս եմ եւ ամենքին ատուցանելու եմ ըստ իրենց գործերի, ոչ թե հավատացյալ անունի բազմականակության, փառավորության, ջպեր ունեցող հավատքի չէ, որ շատ մեքենաներ ունեն, գիտեն թե իրանք սուրբ են, շատ հարստություն ունեն, իրենք սուրբ են, մեքենաներով, փառքով, եկեղեցիներով չի որոշվում սրբությունը, որոշվում է որքանն ես անարատության պահ է ավետարանի ամեն մի նշանագիրը, որը ինչ է ասում։ Ես կվկայեմ ամեն մեկուն, որ այս գրքի մարգարեության խոսքերը կլսե, եթե մեկ ասոնց վրա բան ավելցնե, Աստված էլ անոր վրա պիտի ավելցնե այն հարվածները, որոնք այս գրքի մեջ գրված են։ Եվ եթե մեկ այս մարգարեության գրքի խոսքերեն բան մպակսեցնե, ուրեմն Աստված էլ անոր բաժինը պիտի պակսեցնե, կենած գրքեն ու սուրբ քաղաքեն, այս բաների վկայություն տվողը կսե, այո շուտով գալիս եմ, ամեն եկուր Տեր Հիսուս, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենու հետ ըլլա, ամեն, ասո ժողովուրդ, ուրեմն ինչ որ ասում են, ասա գրված է աղբերս կարդանք, ես ուղեղ չունեմ, իմ ուղեղը Աստվածաշուչն է, ինչ որ ասում են, Հիսուսի պես ասա գրված է նզովյալ, սատանան որ գալիս է կրակոտներով, գրված է, ու այդ գրվածք բառը որ դավանում ես ու խոսքը անգիր կրակում ես, այդ տկարի միջի սատանեն սատկում հեռանում է, քո վրա արձակված անօրենը փախչում է, լույսը իջնում է եւ խավարը պարտվում է, ամեն։ Ուրեմն որպես խրատ բոլոր սուրբերը ասել են, որ Տեր Հիսուսը գալիս է այն եկեղեցուն տանելու, որը բոլոր հարցի դեպքում ասում է Տեր Հիսուսը եւ Աստված այսպես կսի, ամեն, ով սիրելի Աստծո զավակներ, ձեր յուրաքանչյուր հարցի պատասխանը այդպես ստացեք, Տեր Աստված, Աստվածաշունչը այսպես է ասում, եթե Աստվածաշունչից չեն կարում ձեզ համարներ ցույց տան, ուրեմն իրանք մոլորված են ու մոլորեցրողներ, ուրեմն թող Տերը փառավորվի, այսքանով ավարտեցինք, այս բարդ եւ շատ կարևոր թեման, որ առաջի թեման էր սրա աղանդավորները եւ նրանց Աստվածաշունչից շեղված պիղծ գործերը, որ մարդիկ հասկանան ովքեր են աղանդավորները, եւ այսօր թեման էր ճշմարիտ սուրբերը եւ նրանց Աստվածաշնչյան սուրբ գործերը, լրիվ տարբեր են իրարուց, եթե ուժեք երբեք չեք խառնի իրար, եթե ձեր աչքերը բացվի լրիվ կճանաչեք աղանդավոր անառակ գող շնացող հավատացյալներին, որոնք մեր Հայր Աստծո անունին հայոյանք են բերում, ճշմարիտ սուրբերը սուրբ կյանք բարություններ ապրելով Տեր Հիսուսի զորությամբ փառք ու պատիվ են բերում մեր Հայր Աստծուն, ամեն։ Ուրեմն բերեք աղոթքի կանգնենք, թող Տերը իրականից կույրերի աչքերը բացի, հանդիմանի այդ կրոնավոր ցանցերում գտնված մեր քույր եղբայրներին, ոչ մի բան չխնայենք, մեր եղբոր, մեր քրոջ խաթեր չգնանք, թանկագին փրկությունը չզոհենք, հապա մնանք Աբրահամի նման հավատքի սուր բարձունքի վրա եւ ղովտերին դեպի մեզ ձգենք, ամեն։ Իսկ եթե ղովտը չի ուզում գա փրկության, ուրեմն ասենք Աստված քեզ այդ ղովտ գնա, դու որ աճ գնաս, ես ձախ կգնամ, դու ձախ գնաս, աճ կգնամ, մեր ճանապարհները իրարից իրար հակառակ են, ամեն։ Ուրեմն աղոթենք, թող Տերը այս խոսքերով, որ այսքան համարներ Սուրբ Օքին տվել էր, բացի ու լուսավորի մեր քույրերի եւ եղբայրների աչքերը, ամեն։
Սիրելի երկնավոր Հայր, շնորհակալ ենք քեզանից այս օրհնյալ պաշտամունքի համար, այս ներդաշնակ քարոզչության համար, որ դու երկնքից մատուցանեցիր քու ժողովրդին, մենք էլ անարժաններս որպես փոխանցող անոթ վերցրեցինք ու տվեցինք քու զավակներին։ Սքանչելի այրորդ է, որ այս քարոզչությամբ քու իրերի աչքերը բացվի, խավարածներին դեպի լույսին բերես եւ բոլոր ընկած մոլորված ճանապարհի վրա եղողները դեպի ճշմարիտ լույսը դառնան։ Գնան զղջալով վերստեն քո ավետարանը, որ մինչև այսօր հեռու են, որովհետև դու ասել ես երիտասարդը ինչով քննեիր ճամփան քո խոսքերին զգուշություն ընելով ով Տեր, եւ որն է որ բոլորի մեջ դրվի գրքի աղոթքի փափակ, թող բոլորը կասկածեն իրականից Տեր իրես գնացած կրոնի վրա, եթե շատ աշխարհիկ է, շատ շեղված է սուրբ գրքից սատանան է դրա աղեկավարը, թող փախտեն ու գտնեն այնպիսի եկեղեցիներ, որոնք հոգիով ու ճշմարտությունով կարաշնորթվեն, ամեն ցավ ու հիվանդություն կբժշկվի սրբության եւ անարատ քարոզության զորության միջոցով։ Հիսուս ջան, քո ճշմարիտ եկեղեցում օրորի պիտի սրբությունը բարձրանա եւ սրբության հետ միասին զորությունն ու բժշկությունները ուրաշները պիտի շատանան եւ օրորի սրբությունը պիտի կատարելագործվի Աստծո վախովը եւ մեղքը ընդմիշտ բնաջնջվի քո խորաններից։ Հիմա օրն է, որ կույր կրոնավորները տեսնեն, որ իրենց եկեղեցիներում միշտ մեղքն է զարգանում, պղծությունը, անառակությունը, գողությունը, անաչար չեն գործում, հասարակած ավատ չկա, տարբերություն են դնում ու հարուստ եւ աղքատների մեջ տարբերություն են դնում, բայց իրոք քու եկեղեցում անաչառ պիտի լինեն եւ իրականից ավելի տեղ տան հոգով հարուստներին, որոնք մարմնով աղքատ են, քան թե հակառակը։ Հիմա օրհն է Տեր Աստվածս, սրբությունը տորորի բարձրացրու բոլոր նախանձախնդիր խմբերի մեջ, նախանձախնդիր Երեմիաներ հանիր, որ ճշմարտության համար հալածվեն, ու դու Երեմիային ասեցիր, Երեմիա, եթե դու ստությունը, ճշմարտությունը Տեր ընդունես ու ստությունը մեկ դիվանես, ասեցիր, եթե պատվական լինես, բոլորը կդառնան դեպի քեզ եւ դու դեպի անոնց չես դառնա, նրանք կպատերազմեն քեզ հետ ու չեն կարող հաղթել։ Հավատում ենք, որ Երեմիայի Աստվածը մեր Աստվածն է ու մեզ էլ հաղթություն կտա բոլոր կրոնավոր հարձակումների դեմ։ Թող փառավորվի Հայր ավիտենությանը, Որդու Հիսուսի անունով, ամեն։